Ընթրիքի ընթացքում, որը լցված էր արամարանքով ու վերին դիրքից վերաբերմունքով, միլիարդատերը փորձում է նվաստացնել համեստ մատուցողուհուն։ Սակայն նա չի սպասում, որ գվի արժանապատվությամբ իր իսկ լեզվի վարժ տիրապետմամբ։ Խելքի հանդեպ, որը նա անհարգալից էր գնահատել, նրա գոռոզությունը լուռ փլվում է։ Եվ այդ անսպասելի հանդիպումից ծնվում է հարգանքի փոփոխության ուղի։ Հինգշաբթի երեկոն իջնում էր կենտրոնի վրա, Երանին բնորոշ այն մթնոլորտով, որտեղ քաղաքի անդադար շարժը կարծես երբեք լիովին չի հանդարտվում։ Ապակեպատ շենքերի լույսերն արտացոլվում էին վերջերս տեղացած մանր անձրից թաց մայթերին, իսկ Աբովյան փողոցում դեռս խցանված երթևեկությունը կազմում էր այն քաղաքային մեղեդին, որն ուղեկցում էր երանցիների կյանքը։ Այնտեղ, այն թաղամասում, որտեղ յուրաքանչյուր քառակուսի մետրը մի ամբողջ կարողություն արժեր, որտեղ ռեստորանները մրցում էին աստղերի ու հեղինակության համար, գտնվում էր Արագաստ բիստրոն, մի հաստատություն, որը միահյուսում էր արևելյան նրբաճաշակությունը հայկական գաստրոնոմիայի ժամանակակից շտրիխների հետ։ Գլխավոր սրահն անթերի կահավորված էր։ Մուգ փայտից փայլեցված սեղաններ, գինեգույն երանգներով պաստառապատված աթոռներ, ցածր լուսամփոփներ, որոնք ստեղծում էին մտերմիկ ու նրբագեղ լուսավորություն։ Պատերին ճապոնական հիերոգլիֆներով զուսպ պանելները տեղացի նկարչուհու կողմից ստեղծված իքեբանայի կոմպոզիցիաները միջավայրին հաղորդում էին մի էլեգանտություն, որը գրավում էր գործարարներին, հայտնի մարդկանց, բոլոր նրանց, ովքեր փնտրում էին ոչ միայն ընթրիք, այլ ամբողջական փորձառություն։ Շրջապատի ձայնը պարզապես խոսակցությունների մրմունջ էր, ընդմիջվող բաժակների արծաթե սպասքի զուսպ զնգոցով։ Այդ երեկո սրահի կենտրոնում գտնվող մի սեղան ուշադրություն էր գրավում իր բարձր ծիծաղով, ներկաների լայնաշարժ կեցվածքով։ 6 տղամարդ, անհատական կարով կոստյումներով, ժամացույցներով, որոնք ավելի թանկ արժեին, քան միջին դասի ավտոմեքենան, այն տեսքով, որը բնորոշ է աշխարհն իրենց ոտքերի տակ տեսնելուն սովոր մարդկանց։ Նրանց մեջ առանձնանում էր Արմեն Թավրոսյանը, անշարժ գույքի ոլորտի մի գործարար, որը կայսրություն էր կառուցել, ողջ մայրաքաղաքում նրա սահմաններից դուրս շքեղ բնակելի համալիրներ կառուցելով։ Բարձրահասակ, գելով հետ սանրված ճերմակած մազերով, թափանցող հայացքով ժպիտով, որը տատանվում էր գայթակղիչի ամբարտավանի մեջ, Արմենը 48 տարեկան էր, ուներ բացարձակ համոզմունք, որ փողով կարելի է գնել ամեն ինչ, ներառյալ հարգանք։ Նա լայն ժեստերով պատմում էր, թե ինչպես էր միլիոնավոր դոլարների գործարք կնքել քաղաքի արմատյան թաղամասերում, ընդամենը 15 րոպեանոց զրույցի արդյունքում։ Մյուսները ծիծաղում էին։ Ոմանք, անկեղծ զվարճանալով, մյուսները, քանի որ գիտեին, որ խելամիտ է Արմեն Թավրոսյանի հետ լավ հարաբերությունների մեջ լինել։ Նա գործարար շրջանակներում հայտնի էր ոչ միայն բիզնեսում իր հմտությամբ, այլ իր սուր լեզվով նրանով, որ չէր վարանում նվաստացնել նրան, ում իրենից ցածր էր համարում։ Նրա համար աշխարհը բաժանված էր հաղթողների, պարտվողների, նա աներկբա գտնվում էր առաջին խմբում։ Զրույցը հոսում էր թվերի, ներդրումների մրցակիցների մասին արամարական մեկնաբանությունների միջով։ Արմենը վերցրեց ճաշացանկը, կնճռեց ճակատը, կարդալով ուտեստների անունները հայերեն-ճապոներեն։ Անփույթ շարժումով նա գրավեց ռեստորանի անձնակազմից մեկի ուշադրությունը։ Հենց այդ պահին սեղանին մոտեցավ Անահիտ Մելիքյանը։ Նա 29 տարեկան էր, շագանակագույն մազերը հավաքված էին ցածր կոկոնի մեջ, ուներ մուգ, հանգիստ աչքեր կեցվածք, որը միահյուսում էր պրոֆեսիոնալիզմը բնական արժանապատվության հետ, որը կարծես ճառագում էր նրանից նույնիսկ մատուցողուհու համեստ համազգեստի տակ։ Անահիտն այստեղ աշխատում էր գրեթե 2 տարի, այն օրվանից, երբ կյանքը գլխիվայր շուռ եկավ, նա ստիպված եղավ թողնել ԵՓ-ի բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրան, հոգ տանելու իր 15-ամյա կրտսեր եղբոր, Լոնի մասին, երբ նրանց մայրը հեռացավ, թողնելով միայն հիշողություններ, պարտքեր։ Նա լավ էր ճանաչում այս տեսակի հաճախորդներին, նախկինում էլ առնչվել էր ամբարտավանության հետ, սովորել էր գլուխը բարձր պահել, ժպիտը քաղաքավարի, իսկ համբերությունը անսասան։ Լավ սպասարկումը, կրկնում էր նա ինքն իրեն, լավագույն պատասխանն է ցանկացած կոպտության։ Գլխի թեթ խոնարհումով Անահիտը ողջունեց խմբին։ Բարի երեկո, պարոն Այգ։ Պատրաստ եք պատվիրել, թե։ Նախընտրում եք մի քանի րոպե ընտրելու համար։ Նրա ձայնը հանգիստ էր, պարզ, առանց հարկադրված ստորաքաշության որեն նշույլի։ Պարզապես պրոֆեսիոնալիզմ։ Արմենը նրան զննեց վերից վար, առարկա գնահատողի տեսքով։ Նա հանցակցական հայացքով նայեց ընկերներին, շուրթերի անկյունում ժպիտ ուրվագծվեց։ Դու հասկանում ես, թե ինչ է գրված այստեղ, հարցրեց նա, մատնացույց անելով ճաշացանկը շեշտելով յուրաքանչյուր բառ, կարծես խոսում էր դժվարությամբ հասկացող մեկի հետ։
Որովհետև այս ճապոնական անունները մի քիչ բարդ են, գիտես։ Չգիտեմ, դու հնարավորություն ունեցել ես այսպիսի բաներ սովորելու։ Տոնը հովանավորչական էր, լի վատթար թաքցրած հեգնանքով։ Սեղանակիցներից ոմանք ցածրաձայն ծիծաղեցին։ Անահիտը խորը շունչ քաշեց, պահպանեց ժպիտը հանգիստ պատասխանեց. Իհարկե, պարոն։ Կարող եմ բացատրել ճաշացանկի ցանկացած ուտեստ։ Այս երեկո հրաշալի տարբերակներ ունենք։ Խոհարարը պատրաստել է քունջութի կեղով սաղմոնի հատուկ տեսակ, որը բազմաթիվ գովասանքների է արժանացել։ Արմենը հետ հենվեց աթոռին, խաչեց ձեռքերը, նայեց նրան աչքերում մարտահրավեր նետող փայլով։ Գիտես, ինչն է ինձ համար հետաքրքիր։ Գրազ եմ գալիս, որ դու նույնիսկ չես կարող ճիշտ արտասանել այս անունները։ Ավելին եմ գրազ գալիս, նա դրամատիկ դադար տվեց, նայելով ընկերներին, ինչպես մեկը, ով հանդիսատեսին պատրաստում է մեծ ներկայացման, գրազ եմ գալիս $1000, որ դու չես կարող ինձ սպասարկել ճապոներեն։ $1000։ Այստեղ հիմա։ Ինչ կասես։ Կարող ես։ Հաստատված լռությունը գրեթե շոշափելի էր։ Շրջապատի սեղանները սկսեցին նկատել, որ ինչ-որ բան է կատարվում։ Որոշ հաճախորդներ զգուշորեն շրջեցին գլուխները։ Ռեստորանի անձնակազմը, որը ճանաչում էր Անահիտին, գիտեր նրա պատմությունը, հետում էր անհանգստության զսպված վրդովմունքի խառնուրդով։ Արմենը շարունակում էր նստել այնտեղ, ժպտալով, կարծելով, թե պարզապես զվարճանում է, գործադրելով իր իշխանությունը ինչ-որ մեկին դնելով այնտեղ, որտեղ իր կարծիքով նրա տեղն էր։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել, բայց ոչ վախից կամ ամոթից։ Դա ինչ-որ այլ բան էր։ Հիշողությունների ալիքը վայրկյանների ընթացքում անցավ նրա միջով։ ԵՓ-ի գրադարանում ճապոներենի քերականություն ուսումնասիրելով անցկացրած գիշերները։ Հնչյունաբանության դասերը պրոֆեսոր Նակամուրայի հետ։ Կրթաթոշակով Օսակայում անցկացրած կիսամյակը։ Թարգմանիչ դառնալու, գրականության հետ աշխատելու, մշակույթների միջ կամուրջներ կառուցելու ծրագրերը։ Եվ հետո, զանգը հիվանդանոցից։ Մոր մասին լուրը։ Հուղարկավորությունը։ Լոնը, որ լաց էր լինում նրա գրկում։ Այդ անհնարին, բայց անհրաժեշտ որոշումը թողնել ամեն ինչ, որպեսզի հոգա եղբոր մասին։ Նա պետք չէր որևէ բան ապացուցեր այդ մարդուն։ Բայց այդ պահին նրա ներսում ինչ-որ բան որոշեց, որ այո, նա կապացուցի։ Ոչ թե նրա համար, այլ իր համար։ Իր ուսման տարիների համար։ Իր մոր համար, որը միշտ ասում էր, որ գիտելիքը միակ հարստությունն է, որը ոչ ոք չի կարող խլել։ Բոլոր այն անգամների համար, երբ ստիպված էր լուր կուլ տալ նվաստացումները, քանի որ աշխատանքի կարիք ուներ։ Մի հանգստությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն, Անահիտը պատասխանեց. Համաձայն եմ։ Ամբողջ ռեստորանը կարծես կանգ առավ։ Նույնիսկ սպասքի ձայնը դադարեց։ Արմենը թարթեց աչքերը, ակնհայտորեն չսպասելով այդ պատասխանին։ Նա առաջարկն արել էր որպես սադրանք, որպես նրա հաշվին զվարճանալու միջոց։ Երբեք չէր պատկերացրել, որ նա իսկապես կհամաձայնի։ Շատ լավ, ասաց նա, արագ ուշքի գալով բարձրացնելով ձայնի տոնը, համոզվելու համար, որ շրջապատում բոլորը լսում են։ Ապա պատմիր ինձ գինիների մասին։ Ճապոներեն։ Ուզում եմ իմանալ, թե որն ես խորհուրդ տալիս սաղմոնի հետ։ Անահիտը նայեց ուղիղ նրա աչքերի մեջ։ Մի կարճ ակնթարթ շրջապատող աշխարհն անհետացավ։ Միայն նա էր այդ մարտահրավերը։ Մեկ անգամ խորը շունչ քաշեց, հետո սմեկ։ Եվ սկսեց խոսել։ Ճապոներեն բառերը հորթեցին նրա շուրթերից անթերի արտասանությամբ, յուրաքանչյուր վանք արտաբերվում էր ճշգրտությամբ բնականությամբ։ Նա խորհուրդ տվեց մի կոնկրետ սպիտակ գինի, բացատրեց դրա համային նոտաները, նկարագրեց, թե ինչպես է այն կատարելապես ներդաշնակում ձկնային ուտեստների հետ, նշեց գինեգործարանը։ Բերքահավաքի տարին նույնիսկ մի փոքր դիտարկում արեց այն մատուցելու իդեալական ջերմաստիճանի մասին։ Նա խոսեց գրեթե մի ամբողջ րոպե, առանց վարանելու, առանց սայթաքելու, այն մարդու վստահությամբ, ով լիովին տիրապետում է նրան, ինչ ասում է։ Երբ ավարտեց, նա նորից նայեց Արմենին, դեռս ճապոներեն, ավելացրեց մի վերջին նախադասություն, որն այնուհետ թարգմանեց, որպեսզի բոլորը հասկանան։ Եվ հիշեք, պարոն, որ կրթությունն ու հարգանքը գին չունեն։ Դրանք չի կարելի գնել փողով։ Դրանք կարելի է միայն սովորել։ Այդ պահին Արագաստ բիստրոյում տիրած լռությունը խլացուցիչ էր։ Կարծես նույնիսկ օդը դադարել էր շրջանառվել։
Շրջապատի սեղաններում մարդիկ բերանները բաց նայում էին։ Պատի մոտ նստած մի տարեց զույգ սկսեց զգուշորեն ծափահարել։ Արմենը գունատվել էր, ծնոտը սեղմված, աչքերը հառել էր Անահիտին, կարծես նա ուրվական լիներ։ Նրա սեղանակից ընկերները չգիտեին, ուր թաքցնեին իրենց, ոմանք ձացնում էին, թե զբաղված են իրենց հեռախոսներով, մյուսները հանկարծ գրավիչ էին համարում ճաշացանկն ուսումնասիրելը։ Մատուցողներից մեկը, Ռուբենը, որն աշխատում էր Անահիտի հետ, միշտ պաշտպանում էր նրան կուլիսներում, ստիպված եղավ զսպել ժպիտը։ Սիրանուշ Ոսկանյանը, ռեստորանի սեփականատերը, հետում էր ամեն ինչին հեռվից, անորոշ արտահայտությամբ։ Արմենը փորձեց քողարկել իր վիճակը։ Արհեստական ծիծաղ արձակեց, շուրջը նայեց, փնտրելով հանցակցություն, որը չգտավ, ասաց մի փոքր ավելի ցածր ձայնով. «Դե, երում է, որ սովորել ես։ Շնորհավորում եմ։ Կարող ես բերել գինին, ուրեմն»։ Բայց պարտությունը դրոշմված էր նրա դեմքին։ Երկար ժամանակ անց, գուցե տարիներ անց, առաջին անգամ Արմեն Թավրոսյանին հրապարակայնորեն զինաթափել էին։ Եվ ոչ թե ավելի հարուստ, ավելի հզոր կամ ավելի ազդեցիկ մեկի կողմից, այլ մի մատուցողուհու, որին նա փորձել էր նվաստացնել, որը պատասխանել էր ոչ թե զայրույթով, ոչ թե վիրավորանքով, այլ իրավասության արժանապատվության մաքուր պարզ ցուցադրմամբ։ Անահիտը թեթ խոնարհվեց, այնպես, ինչպես սովորել էր ճապոնական մշակույթի դասերին, հեռացավ դեպի բարը։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, երբ համակարգում մուտքագրում էր պատվերը, բայց ներսում նա զգում էր զգացմունքների խառնուրդ թեթացում, որ կարողացավ։ Տխրություն, որ ստիպված եղավ ինչ-որ բան ապացուցել։ Զսպված զայրույթ, որ իրեն այդ իրավիճակում էին դրել։ Եվ հաղթանակի մի տարօրինակ զգացում, որը չգիտեր, պետք է տոնել, թե ափսոսալ։ Ռուբենը մոտեցավ նրան վաճառասեղանի հետից շշնջաց. «Անահիտ, դու անհավանական էիր։ Այդ տղան արժանի էր յուրաքանչյուր բառիդ»։ Նա թեթակի ժպտաց, դեռ մարսելով ամեն ինչ։ Պարզապես կուզենայի, որ մարդիկ քաղաքավարի լինեին, Ռուբեն։ Միայն դա։ Ինչու է դա այդքան դժվար։ Չգիտեմ, պատասխանեց նա, գլուխը թափահարելով։ Բայց դու այսօր նրան դաս տվեցիր։ Մի դաս, որը նա շուտով չի մոռանա։ Մինչ Անահիտը պատրաստում էր ընտրված գինիով սկուտեղը, նա հեռվից նայում էր Արմենի սեղանին։ Այնտեղ մթնոլորտը լիովին փոխվել էր։ Զրույցը ստիպողական էր, ծիծաղը դադարել էր։ Արմենը զբաղված էր իր հեռախոսով, ակնհայտորեն անհանգիստ, ժամանակ առ ժամանակ նայում էր նրա ուղղությամբ մի արտահայտությամբ, որը նա չէր կարողանում վերծանել։ Դա զայրույթ չէր։ Կարծես ամոթի հետաքրքրության խառնուրդ լիներ։ Երբ նա վերադարձավ գինին մատուցելու, ամեն ինչ արեց նույն պրոֆեսիոնալիզմով, ինչպես միշտ, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Համառոտ բացատրեց խմիչքի մասին, բացեց շիշը, համտեսելու համար փոքր քանակություն լցրեց, համաձայն արարողակարգի, սպասեց հավանության։ Արմենը պարզապես գլխով արեց, անկարող նայելու նրա աչքերին։ Նա ավարտեց բոլոր բաժակները լցնելը, հարցրեց, թե արդյոք նրանք այլ բանի կարիք ունեն։ Պատասխանը չոր անհարմար ոչ էր։ Ընթրիքի մնացած մասն անցավ հարաբերական լռության մեջ։ Գործարարների խումբը պատվիրեց ուտեստները, կերավ առանց շատ խոսակցության, հենց ավարտեցին, արագ հաշիվը խնդրեցին։ Արմենը առատաձեռն վճարում թողեց, շատ ավելի բարձր, քան ընթրիքի արժեքը, բայց նույնիսկ դա կարծես չթեթացրեց այն անհարմարությունը, որը նա կրում էր։ Երբ նրանք վեր կացան գնալու, նա մի պահ վարանեց, կարծես ինչ-որ բան պիտի ասեր, բայց ի վերջո պարզապես հեռացավ, առանց հետ նայելու։ Անահիտը հավաքեց բաժակներն ու դատարկ ափսեները, զգալով այդ երեկոյի ծանրությունը ուսերին։ Որոշ հաճախորդներ անցնելիս ողջունեցին նրան, գովելով նրա կեցվածքը։ Սպիտակ մազերով մի էլեգանտ տիկին կանգնեց նրա դիմաց, ցածրաձայն ասաց. «Դու հրաշալի էիր, սիրելիս։ Թույլ մի տուր, որ որե մեկը մարի քո փայլը»։ Անահիտը շնորհակալություն հայտնեց անկեղծ ժպիտով, բայց ներսում խորը հոգնածություն էր զգում։ Հերթափոխի ավարտին արդեն գրեթե կեսգիշեր էր։ Անահիտը հանդերձարանում փոխեց հագուստը, վերցրեց իր մաշված ուսապարկը, հրաժեշտ տվեց Ռուբենին ու մյուս գործընկերներին։ Երեկոն ցուրտ էր, նա քաշեց բարակ վերարկուն, քայլելով դեպի ավտոբուսի կանգառ։ Փողոցն այժմ ավելի դատարկ էր, միայն մի քանի մեքենա էր անցնում, հեռվից լսվում էր մոտակա բարից եկող երաժշտության ձայնը։ Նա մտածեց Լոնի մասին, որը հավանաբար արդեն քնած էր այն փոքրիկ բնակարանում, որը նրանք կիսում էին արաբկիրում։
Մտածեց այն հաշիվների մասին, որոնք պետք է վճարվեին մի քանի օրից։ Մտածեց այն երազանքի մասին, որը ստիպված էր հետաձգել, գուցե ընդմիշտ։ Եվ մտածեց այն մարդու մասին։ Արմեն Թավրոսյան։ Նա գիտեր, թե ով է նա, իհարկե։ Բոլորը, ովքեր աշխատում էին կենտրոնի շրջանում, գոնե անունով ճանաչում էին քաղաքի խոշոր գործարարներին։ Նա կառուցել էր Երանի ամենաթանկ շենքերից մի քանիսը։ Նրան լուսանկարում էին խնջույքներում, նա հայտնվում էր բարձրաշխարհիկ սյունակներում, նրա լուսանկարը տպագրվում էր բիզն ամսագրերում։ Մի մարդ, որը սովոր էր աշխարհն իր ոտքերի տակ ունենալ։ Բայց այդ երեկո, մի կարճ ակնթարթ, նա պարզապես մեկն էր, ով սխալվել էր։ Մեկը, ով թերագնահատել էր սխալ մարդուն։ Եվ Անահիտը դեռ չգիտեր, բայց այդ հանդիպումը դեռ շատ հեռու էր ավարտվելուց։ Դա ընդամենը սկիզբն էր մի բանի, որը կփոխեր նրանց։ Երկուսի կյանքերն այնպես, ինչպես նրանցից ոչ մեկը չէր կարող կանխատեսել։ 3 օր անցավ։ Անահիտը վերադարձավ ռեստորանի առօրյային, սպասարկելով հաճախորդներին, քաղաքավարի ժպտալով, ծանր սկուտեղներ տանելով, լսելով մարդկանց պատմություններն ու բողոքները, ովքեր հաճախ նրան նույնիսկ որպես մարդ չէին տեսնում, այլ պարզապես որպես դեկորի մաս։ Նա սովոր էր։ Արդեն այնքան չէր ցավում, որքան առաջ։ Կամ գոնե դա էր, ինչ նա ասում էր ինքն իրեն։ Կիրակի երեկոյան էր, Արագաստ բիստրոյի ամենածանրաբեռնված օրերից մեկը, երբ Անահիտը մի տարօրինակ բան նկատեց։ Մեկ անձի համար սեղան էր ամրագրվել, երբ նա նայեց ամրագրումների ցուցակին, տեսավ այն անունը, որը չէր սպասում այդքան շուտ նորից տեսնել։ Արմեն Թավրոսյան։ Այս անգամ նա մենակ էր գալիս։ Երբ նա մտավ ռեստորան, Անահիտը զգաց, թե ինչպես ստամոքսը գծկվեց։ Նա հագել էր առօրյա հագուստ, բաց կապույտ վերնաշապիկ առանց փողկապի, դերձակի կարած տաբատ կաշվե կոշիկներ։ Մազերը դեռ անթերի սանրված էին։ Բայց նրա արտահայտության մեջ ինչ-որ բան այլ էր։ Այլս այն բացահայտ ամբարտավանությունը չէր։ Դա ինչ-որ ավելի զուսպ, գրեթե վարանոտ բան էր։ Սիրանուշը, սեփականատերը, անձամբ նրան ուղեկցեց սեղանի մոտ։ Դա մի զուսպ սեղան էր, պատուհանի մոտ, լուսավորված փողոցի տեսարանով։ Արմենը գլխով շնորհակալություն հայտնեց, նստեց։ Անահիտը հեռվից հետում էր, անվստահ, թե ինքը պետք է սպասարկի նրան, թե խնդրի Ռուբենին, որ ստանձնի այդ գործը։ Բայց մինչ նա կկարողանար որոշել, Սիրանուշը նրան նշան արեց, ցույց տվեց սեղանը։ Դա նրա պատասխանատվությունն էր։ Խորը շունչ քաշելով, Անահիտը վերցրեց ճաշացանկը, մոտեցավ։ Բարի երեկո, պարոն։ Բարի գալուստ, Արագաստ։ Նրա ձայնը քաղաքավարի էր, բայց դրա մեջ մի հեռավորություն կար, որը նախկինում չկար։ Արմենը նայեց նրան, առաջին անգամ իսկապես նայեց։ Ոչ թե որպես առարկայի, ոչ թե որպես ստորադասի, այլ որպես մարդու։ Բարի երեկո, ասաց նա, ձայնի մեջ հարգանքի մի նոտա կար, որը նա չէր լսել վերջին անգամ։ Ես կցանկանայի ընդամենը մի սուրճ, խնդրում եմ։ Եվ եթե կարողանաք մի քանի րոպե նստել, կցանկանայի խոսել։ Անահիտը վարանեց։ Ռեստորանը լիքն էր, նա այլ սեղաններ ուներ սպասարկելու։ Բայց ինչ-որ բան նրա խոսելուձի մեջ, առանց պարտադրանքի, առանց ամբարտավանության, ստիպեց նրան համաձայնել։ Ես կբերեմ սուրճը, եթե մի պահ լինի, կվերադառնամ զրուցելու։ Երբ նա վերադարձավ գոլորշիացող բաժակով, Արմենը շնորհակալություն հայտնեց, մատնացույց արեց իր դիմացի ազատ աթոռը։ Անահիտը շուրջը նայեց, համոզվեց, որ ոչ մի մենեջեր չի հետում, արագ նստեց, պահպանելով ուղիղ կեցվածքը ձեռքերը ծնկներին։ Ես եկել եմ այստեղ ներողություն խնդրելու, սկսեց Արմենը, բառերը կարծես դժվարությամբ էին դուրս գալիս։ Սովորաբար դա չեմ անում, խոստովանում եմ։ Բայց այն, ինչ ես արեցի մյուս երեկո, աններելի էր։ Ես ձեզ հետ սարսափելի վարվեցի, դուք դրան արժանի չէիք։ Ոչ ոք արժանի չէ։ Անահիտը լուր հետում էր նրան։ Փնտրում էր կեղծիքի, մանիպուլյացիայի նշաններ, բայց այն ամենը, ինչ տեսնում էր, մի մարդ էր, որն անկեղծորեն անհարմար էր զգում, գուցե ամաչում էր։ Շնորհակալ եմ ներողության համար, հանգիստ պատասխանեց նա։ Բայց պետք է իմանաք, որ այն, ինչ պարոնը արեց, ոչ միայն կոպտություն էր։ Դա դաժանություն էր։ Պարոնը փորձեց ինձ նվաստացնել բոլորի առաջ, քանի որ կարծեց, թե ես կարողություն չունեմ։ Որովհետև ենթադրեցիք, որ իմ դիրքում գտնվող մեկը չէր կարող սովորած լինել, չէր կարող գիտելիք ունենալ։ Նա հայացքը իջեցրեց սուրճի բաժակի վրա։ Գիտեմ։ Եվ ես արդարացում չունեմ։
Միայն բացատրություններ, դրանք ոչինչ չեն արդարացնում։ Ես ամբողջ կյանքս հավատացել եմ, որ փողն ինձ իրավունք է տալիս մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես ես եմ ուզում։ Եվ դուք ինձ ցույց տվեցիք, որ ես սխալվում էի։ Ինչո՞ւ, հարցրեց Անահիտը, թեթակի առաջ թեքվելով։ Ինչու եք եկել այստեղ, ինձ դա ասելու։ Ինչու է դա կարոր պարոնի համար։ Արմենը խորը շունչ քաշեց, առաջին անգամ նա խոցելիություն տեսավ նրա աչքերում։ Որովհետև երկար ժամանակ անց առաջին անգամ ինչ-որ մեկը ինձ ստիպեց զգալ հենց այն, ինչ ես ստիպում եմ ուրիշներին զգալ։ Ամոթ։ Նվաստացում։ Եվ ես հասկացա, որ դա ինձ բոլորովին դուր չեկավ։ Եվ եթե ինձ դուր չեկավ, պատկերացրեք բոլոր այն մարդկանց, ում հետ ես այդպես եմ վարվել տարիների ընթացքում։ Նրանց միջ լռությունը լարված էր։ Անահիտը զգաց, որ ինչ-որ բան շարժվեց իր ներսում, մի թեթ ճակ այն պատի մեջ, որը նա կառուցել էր իրեն պաշտպանելու համար։ Դա ներում չէր, դեռ ոչ։ Բայց գուցե դա հասկացողության սկիզբն էր։ Ես պետք է վերադառնամ աշխատանքի, ասաց նա, վեր կենալով։ Բայց շնորհակալ եմ, որ եկաք։ Դա ինչ-որ բան նշանակում է։ Կարող եմ նորից գալ, հարցրեց նա, գրեթե ամաչկոտությամբ։ Ոչ թե ձեզ անհանգստացնելու, այլ որովհետև կցանկանայի ավելի լավ ճանաչել այն մարդուն, ով ունեցավ խիզախություն ինձ դաս տալու, որի կարիքը ես վաղուց ունեի։ Անահիտը միանգամից չպատասխանեց։ Նայեց նրան, այն մարդուն, որը օրեր առաջ ամբարտավանության մարմնացումն էր, որն այժմ պարզապես մարդկային էր թվում։ Փխրուն։ Իրական։ Սա հանրային ռեստորան է, վերջապես ասաց նա։ Բոլորը բարի գալուստ են։ Եվ դրանով նա հեռացավ, թողնելով Արմենին մենակ իր սուրճի մտքերի հետ։ Նա այնտեղ մնաց գրեթե 1 ժամ, պարզապես դիտելով։ Դիտելով, թե ինչպես է նա սպասարկում մյուս հաճախորդներին նույն արժանապատվությամբ պրոֆեսիոնալիզմով։ Դիտելով, թե ինչպես է նա անկեղծորեն ժպտում մի երեխայի, որը հյութ թափեց սեղանին։ Դիտելով, թե ինչպես է օգնում մի տարեց տիկնոջ ընտրել ուտեստը։ Եվ այդ պահին Արմեն Թավրոսյանի ներսում ինչ-որ բան սկսեց փոխվել։ Դա ակնթարթային կամ կախարդական փոխակերպում չէր։ Դա պարզապես մի գիտակցության սերմ էր, որը նա չափազանց երկար անտեսել էր։ Ընկալման սերմը, որ գուցե, պարզապես գուցե, նա ամբողջ կյանքն ապրել էր սխալ կերպով։ Երբ նա այդ երեկո դուրս եկավ ռեստորանից, դեռ չգիտեր, թե ինչ է անելու այդ նոր գիտակցության հետ։ Բայց գիտեր, որ այլևս չի կարողանա անտեսել այն։ Եվ Անահիտը, մինչ հավաքում էր վերջին սեղանները պատրաստվում տուն վերադառնալուն, նույնպես զգում էր, որ ինչ-որ բան փոխվել է։ Ինչ-որ փոքր, բայց նշանակալի բան։ Ինչպես մի դուռ, որը տարիներ շարունակ կողպված լինելուց հետո, վերջապես մի փոքր բացվում է, ներս թողնելով լույսի մի շերտ։ Եվ երբեմն միայն դա է անհրաժեշտ, իսկապես տեսնել սկսելու համար։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որը դուք լսելու եք ձեր կյանքում։ Այդ կիրակի երեկոյին հաջորդած շաբաթները նուրբ, բայց նկատելի փոփոխություն բերեցին Արագաստ բիստրոյի առօրյայում։ Արմեն Թավրոսյանը դարձել էր հաճախակի հաճախորդ։ Այլս ոչ իր գործադիրների աղմկոտ խմբի ուղեկցությամբ, այլ միշտ մենակ, միշտ նույն բանը պատվիրելով, մի սուրճ, միշտ նստելով այն սեղաններից մեկում, որոնք գտնվում էին Անահիտի պատասխանատվության տակ։ Սկզբում նա կարծեց, թե դա զուգադիպություն է։ 3 շաբաթ անց այլս կասկած չկար։ Նա այնտեղ գալիս էր իր պատճառով։ Նրանց երկուսի միջ զրույցները կարճ էին, բայց լի իմաստներով, որոնք բառերից անդին էին։ Արմենը հարցնում էր նրա օրվա մասին, թե արդյոք ամեն ինչ կարգին է, ինչպես է ռեստորանի աշխատանքը։ Անահիտը քաղաքավարի պատասխանում էր, պահպանելով մասնագիտական հեռավորությունը, բայց աստիճանաբար թույլ տալով, որ սկզբնական սառնությունը փոխարինվի անկեղծ ջերմությամբ։ Նրա մեջ ինչ-որ բան իսկապես փոխվել էր։ Նա այլս այն ամբարտավան ու ագրեսիվ մարդը չէր։ Նա մեկն էր, ով կարծես փորձում էր աշխարհը հասկանալ այլ տեսանկյունից։ Մի երեկո, երբ հաճախորդների մեծ մասն արդեն հեռացել էր, ռեստորանը սկսում էր դատարկվել, Արմենը մի հարց տվեց, որին Անահիտը չէր սպասում։ Դու միշտ ցանկացել ես այստեղ աշխատել, հարցրեց նա, անկեղծ հետաքրքրված տոնով, առանց որևէ դատողության նշույլի։ Թե նախկինում այլ ծրագրեր ունեիր։ Անահիտը վարանեց։ Դա դեռ բաց վերք էր, ընդհատված երազանք, որը նա զգուշորեն կրում էր իր սրտում։
Բայց ինչ-որ բան նրա հարց տալուծի մեջ, այն անկեղծությունը, որը նա տեսնում էր նրա աչքերում, ստիպեց նրան մի փոքր իջեցնել պաշտպանությունը։ Ես ԵՓ-ի բանասիրական ֆակուլտետում էի մագիստրատուրա անում, պատասխանեց նա խոսելու ընթացքում մաքրելով մոտակա սեղանը։ Մասնագիտանում էի արելյան լեզուների մեջ։ Ուզում էի թարգմանությամբ զբաղվել, գուցե համալսարանի դասախոս դառնալ։ Բայց կյանքն այլ ծրագրեր ուներ։ Ինչ պատահեց, ցածրաձայն հարցրեց Արմենը։ Անահիտը դադարեցրեց իր գործը, նայեց նրան։ Մայրս մահացավ 2 տարի առաջ։ Նա արդեն վաղուց հիվանդ էր, բայց մենք փորձում էինք հնարավորինս երկար ձգել։ Երբ նա հեռացավ, իմ կրտսեր եղբայրը, Լոնը, ընդամենը 13 տարեկան էր։ Այլս ոչ ոք չկար։ Ես պետք է մեզ պահեի, վճարեի հաշիվները, ապահովեի, որ նա շարունակի սովորել։ Այդ պատճառով թողեցի համալսարանը, եկա աշխատելու այստեղ։ Սա այն չէ, ինչի մասին երազել եմ, բայց ազնիվ աշխատանք է թույլ է տալիս ինձ հոգ տանել նրա մասին։ Արմենը երկար լռեց։ Անահիտը տեսնում էր, թե ինչպես է ինչ-որ բան շարժվում նրա դեմքին, մի զգացմունք, որը նա կարծես չգիտեր ինչպես մարսել։ Ցավում եմ, վերջապես ասաց նա, այդ բառերի մեջ ծանրություն կար։ Քո մոր համար։ Եվ ավելի շատ եմ ցավում, որ դու ստիպված ես եղել հրաժարվել քո երազանքներից։ Մենք անում ենք այն, ինչ պետք է անենք, պատասխանեց Անահիտը փոքրիկ տխուր ժպիտով։ Լոնը լավ է, դպրոցում լավ է սովորում։ Դա է կարորը։ Իսկ դու, հարցրեց Արմենը։ Դու նույնպես կարոր ես։ Ո՞վ է հոգ տանում քո մասին։ Հարցն անակնկալի բերեց Անահիտին։ Ոչ ոք երբեք դա չէր հարցրել։ Ոչ ոք երբեք կարծես թե չէր մտահոգվել այն բեռի մասին, որը նա միայնակ էր կրում։ Նա կոկորդում կոշտուկ զգաց ստիպված եղավ արագ թարթել աչքերը, որպեսզի արցունքները չհայտնվեն։ Ես ինքս եմ իմ մասին հոգ տանում, պատասխանեց նա, փորձելով վստահ հնչել։ Միշտ այդպես եմ արել։ Արմենը կարծես ուզում էր ինչ-որ բան ավելացնել, բայց Անահիտն արդեն հեռացել էր, վերադառնալով աշխատանքի այն պատրվակով, որ պետք է սրահը կարգի բերի։ Նա այնտեղ մնաց մի քանի րոպե, վերջացրեց իր արդեն սառած սուրճը, հեռանալուց առաջ աներակայելի առատաձեռն թեյավճար թողեց մի պարզ գրության հետ միասին։ Եթե որևէ բանի կարիք ունենաս, տեղյակ պահիր։ Արմեն։ Անահիտը վերցրեց գրությունը, դրեց գրպանը, չիմանալով, թե կոնկրետ ինչ անել այդ առաջարկի հետ։ Նրա մի մասը ուզում էր պատռել, մոռանալ։ Մյուս մասը, հոգնած, ծանրաբեռնված ուժասպառ մասը, մտածում էր, թե գուցե օգնություն ընդունելը ոչ թե թուլության նշան է, այլ իմաստության։ Օրերը շարունակում էին անցնել, Արմենը շարունակում էր վերադառնալ։ Զրույցները դառնում էին ավելի երկար, ավելի անձնական։ Նա պատմեց իր սեփական դժվար մանկության մասին, լինելով Բեյրութից հայրենադարձվածների զավակ, որոնք Հայաստան էին եկել առանց ոչնչի, ամեն ինչ զրոյից էին կառուցել։ Պատմեց, թե ինչպես է մեծացել, տեսնելով, թե ինչպես է հայրն աշխատում մինչ ուժասպառ լինելը, երդվել, որ մի օր այնքան հարուստ կլինի, որ այլս ոչ wokից կախված չի լինի։ Եվ թե ինչպես այդ ընթացքում մոռացել է, որ հարուստ լինելը չի նշանակում ավելի լավը լինել, քան մյուսները։ Անահիտն իր հերթին կիսվեց մոր մասին հիշողություններով, միասին դաս անելու օրերի, այն զոհողությունների մասին, որոնք նա արել էր ապահովելու համար, որ Անահիտը կրթություն ստանա։ Խոսեց Լոնի մասին, այն մասին, թե ինչպես էր տղան դառնում հիանալի երիտասարդ, չնայած բոլոր դժվարություններին։ Եվ աստիճանաբար առանց նկատելու նրանց միջ այդ հեռավորությունը կրճատվում էր, վերածվելով մի բանի, որը նրանցից ոչ մեկը չէր կարողանա անվանել։ Դա դեռ ընկերություն չէր, բայց այլս պարզապես հաճախորդ մատուցողուհի էլ չէր։ Հենց այդ ժամանակ սկսվեցին բամբասանքները։ Ամեն ինչ սկսվեց մի հայացքից այստեղ, մի շշուկից այնտեղ։ Մյուս մատուցողուհիները նկատեցին, որ Արմենը միշտ Անահիտի սեղանն էր խնդրում։ Սիրանուշը, սեփականատերը, հեռվից հետում էր ավելի ու ավելի անհանգիստ արտահայտությամբ։ Եվ հետո մի անձրոտ շաբաթ երեկոյան տեղի ունեցավ այն միջադեպը, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Անահիտն ավարտել էր իր հերթափոխը, դուրս էր գալիս ռեստորանից, երբ նկատեց, որ անձրն ուժեղացել է։ Նա անձրանոց չուներ, իսկ ավտոբուսի կանգառը 2 թաղամաս հեռու էր։ Հաշտված, նա պատրաստվում էր վազել փոթորկի տակ, երբ իր հետից մի ձայն լսեց. Անահիտ, սպասիր։ Արմենն էր։ Նա նույնպես հենց նոր էր դուրս եկել ռեստորանից, պահում էր մի մեծ անձրանոց, որը բավական էր 2 հոգու համար։ Թույլ տուր քեզ ուղեկցեմ մինչ կանգառ, առաջարկեց նա։
Դու ամբողջովին կթրջվես։ Անահիտը վարանեց, բայց անձրն այնքան ուժեղ էր տեղում, որ ի վերջո ընդունեց։ Նրանք քայլում էին կողք կողքի անձրանոցի տակ, այնքան մոտ, որ նրանց ուսերը գրեթե դիպչում էին իրար։ Փողոցը գրեթե դատարկ էր, միայն անձրի ձայնն էր, որ խփում էր ասֆալտին կայանված մեքենաներին։ Դա տարօրինակ կերպով մտերմիկ պահ էր, Անահիտը բռնեց իրեն, գիտակցելով յուրաքանչյուր մանրուք, նրա օծանելիքի հոտը, հասակը, որը ստիպում էր իրեն փոքր զգալ նրա կողքին, այն ձև, որով նա պահում էր անձրանոցը, թեքված, որպեսզի ավելի շատ պաշտպանի իրեն, քան իրեն։ Դուք պարտավոր չեք դա անել, մեղմ ասաց նա։ Գիտեմ, պատասխանեց Արմենը։ Բայց ուզում եմ անել։ Երբ հասան ավտոբուսի կանգառ, որը ծածկված էր ակրիլային փոքր կառույցով, որը քիչ պաշտպանություն էր առաջարկում, Արմենը պնդեց, որ սպասի իր հետ, մինչ ավտոբուսը գա։ Նրանք այնտեղ մնացին գրեթե 20 րոպե, խոսելով պարզ բաների մասին, անձրի, ցրտի, կիրակի օրվա ծրագրերի։ Դա սովորական զրույց էր, բայց լի ավելի խորը բանով, մի կապով, որը ձևավորվում էր, չնայած նրանց մեջ եղած բոլոր տարբերություններին։ Այն, ինչ նրանցից ոչ մեկը չտեսավ, ֆրիլանս լուսանկարիչն էր, որն աշխատում էր քաղաքի բամբասանքների լրատվամիջոցներից մեկի համար։ Նա այնտեղ էր պատահաբար, լուսաբանելով մոտակա ակումբում տեղի ունեցող խնջույքը, երբ ճանաչեց Արմեն Թավրոսյանին։ Եվ տեսնելով միլիարդատեր գործարարին անձրի տակ, անձրանոցը կիսելով անհայտ մատուցողուհու հետ, համոզվեց, որ լրագրողական ոսկի է գտել։ Նա մի քանի լուսանկար արեց։ Արմենն ու Անահիտը կողք կողքի անձրանոցի տակ։ Երկուսը, իրար մոտ խոսելիս։ Մի պահ, երբ Արմենը թեթակի դիպավ նրա թին, փողոցում ինչ-որ բան ցույց տալիս։ Պատկերներ, որոնք, համատեքստից դուրս, պատմում էին իրականությունից բոլորովին այլ պատմություն։ 2 օր անց հոդվածը հրապարակվեց։ Միլիարդատերը մատուցողուհին։ Առեղծված կենտրոնի սրտում։ Լուսանկարները տպագրված էին բամբասանքների կայքում, որը թե մեծ լրագրողական հեղինակություն չուներ, բայց օրական միլիոնավոր այցելություններ ուներ։ Տեքստը շահարկում էր հնարավոր գաղտնի սիրավեպի մասին, ակնարկում, որ Արմեն Թավրոսյանը կարող է արգելված սեր ապրել իր հաճախակի այցելած ռեստորաններից մեկի աշխատակցուհու հետ։ Նրանք չէին նշում Անահիտի անունը, բայց ցանկացած մարդ, ով աշխատում էր Արագաստում կամ հաճախակի այցելում էր այնտեղ, կիմանար, թե կոնկրետ ում մասին է խոսքը։ Լուրը տարածվեց կրակի պես։ Ռեստորանում լուր քաոս էր։ Մյուս մատուցողուհիները Անահիտին նայում էին նախանձի, հետաքրքրասիրության դատապարտման խառնուրդով։ Որոշ մշտական հաճախորդներ քողարկված մեկնաբանություններ էին անում։ Եվ Սիրանուշ Ոսկանյանը, սեփականատերը, բացարձակապես կատաղած էր։ Անահիտին կանչեցին գրասենյակ իր հերթափոխի ավարտին։ Դա ռեստորանի հետնամասում գտնվող փոքր սենյակ էր, լի թղթերով, թղթապանակներով հին սուրճի հոտով։ Սիրանուշը նստած էր սեղանի հետում, շուրթերը սեղմված բարակ գծի պես, աչքերը սառը հաշվենկատ։ Նստիր, Անահիտ, նա ավելի շուտ հրամայեց, քան հրավիրեց։ Անահիտը նստեց, սիրտը ուժգին բաբախում էր կրծքում։ Նա գիտեր, թե ինչ է սպասվում։ Համոզված եմ, որ դու արդեն տեսել ես հոդվածը, սկսեց Սիրանուշը, սեղանի վրա դնելով պլանշետը, որի էկրանին բացված էր հոդվածը։ Սա ճիշտ է։ Դու սիրավեպ ունես Արմեն Թավրոսյանի հետ։ Ոչ, վճռականորեն պատասխանեց Անահիտը։ Մեր միջ ոչինչ չկա։ Նա պարզապես մի հաճախորդ է, որը քաղաքավարի է եղել ինձ հետ։ Լուսանկարներն արվել են, երբ նա ինձ ուղեկցում էր մինչ ավտոբուսի կանգառ, որովհետ անձր էր գալիս։ Միայն դա։ Սիրանուշը հոգոց հանեց, բայց նրա արտահայտությունը չփափկեց։ Անահիտ, դու հասկանում ես, թե ինչ նուրբ իրավիճակում է սա դնում ռեստորանը։ Մենք պահպանելու հեղինակություն ունենք։ Մեր հաճախորդները գալիս են այստեղ, ակնկալելով գաղտնիություն, էլեգանտություն, պրոֆեսիոնալիզմ։ Եթե սկսեմ պատմություններ շրջանառվել, որ մեր աշխատակցուհիները կապի մեջ են մտնում հաճախորդների հետ, հատկապես Արմեն Թավրոսյանի պես կարևոր հաճախորդների, դա արատավորում է մեր իմիջը։ Բայց ես ոչ մի սխալ բան չեմ արել, բողոքեց Անահիտը, զգալով, թե ինչպես է անարդարությունն այրում իր կրծքում։ Ես պարզապես իմ աշխատանքն եմ արել։ Միշտ եմ արել։ Եղել եմ քաղաքավարի, պրոֆեսիոնալ, հարգալից։ Ես չեմ կարող վերահսկել, թե լրագրողներն ինչ են հորինում կամ մարդիկ ինչ են շահարկում։ Ես դա գիտեմ, ասաց Սիրանուշը, բայց նրա ձայնի մեջ սառնություն կար։ Բայց ընկալումն այս ոլորտում նույնքան կարևոր է, որքան իրականությունը։
Եվ հիմա ընկալումն այն է, որ դու կապված ես մեր ամենանշանավոր հաճախորդներից մեկի հետ։ Դա լավ չէ բիզնեսի համար։ Ինչ եք ուզում ասել, հարցրեց Անահիտը, թե արդեն գիտեր պատասխանը։ Ես ասում եմ, որ գուցե ավելի լավ է, որ դու հեռու մնաս նրանից։ Այլս մի սպասարկիր նրան։ Խնդրիր, որ Ռուբենը կամ մեկ ուրիշը ստանձնի նրա սեղանը։ Եվ եթե նա շարունակի գալ պնդել քեզ հետ խոսել, գուցե դու պետք է վերանայես քո դիրքն այստեղ։ Անահիտը զգաց, կարծես հարված ստացավ ստամոքսին։ Դուք ինձ սպառնում եք աշխատանքից ազատել մի բանի համար, որը նույնիսկ տեղի չի ունեցել։ Ես քեզ պաշտպանում եմ, ուղեց Սիրանուշը։ Եվ պաշտպանում եմ ռեստորանը։ Լավ մտածիր, թե ինչ ես ուզում, Անահիտ։ Քեզ պետք է այս աշխատանքը։ Դու եղբայր ունես պահելու։ Թույլ մի տուր, որ մի տղամարդ, անկախ նրանից, թե որքան հարուստ կամ հմայիչ է նա, այս ամենը վտանգի տակ դնի։ Անահիտը վեր կացավ, ոտքերը դողում էին։ Ամբողջ հարգանքով, Սիրանուշ, սա անարդար է։ Եվ դուք դա գիտեք։ Կյանքն անարդար է, պատասխանեց Սիրանուշը, ուսերը թոթվելով։ Որքան շուտ սովորես դա, այնքան լավ։ Անահիտը դուրս եկավ գրասենյակից, իրեն նվաստացած անզոր զգալով։ Հանդերձարանում փոխեց հագուստը, վերցրեց իր իրերը դուրս եկավ ռեստորանից, առանց որևէ մեկի հետ խոսելու։ Երեկոն պարզ էր, աստղերը տեսանելի էին, չնայած Երանի լուսային աղտոտմանը։ Նա մի քանի րոպե անպատակ քայլեց, փորձելով կարգի բերել մտքերը, վերահսկել զայրույթն ու վախը, որոնք խառնվել էին իրար։ Նրա հեռախոսը զանգեց։ Արմենից հաղորդագրություն էր։ Անահիտ, տեսա հոդվածը։ Ցավում եմ։ Իմ մտադրությունը չէր քեզ համար խնդիրներ ստեղծել։ Կարող ենք խոսել։ Նա երկար նայեց հաղորդագրությանը։ Նրա մի մասը ուզում էր անտեսել, արգելափակել համարը, ծածնել, թե այս ամենը տեղի չի ունենում։ Բայց մյուս մասը, բանական մասը, գիտեր, որ պետք է խոսի նրա հետ, պարզ դարձնի, որ սա չի կարող շարունակվել։ Կարճ պատասխանեց. Վաղը, իմ հերթափոխից հետո։ Նույն տեղում։ Հաջորդ օրը Անահիտն աշխատեց ավտոմատ ռեժիմով։ Սպասարկեց հաճախորդներին, ժպտաց, երբ անհրաժեշտ էր, կատարեց իր աշխատանքը նույն արդյունավետությամբ, ինչպես միշտ։ Բայց ներսում նա փոթորկի մեջ էր։ Գործընկերների հայացքները, շուկով արված մեկնաբանությունները, օդում կախված լարվածությունը, այս ամենը ծանրացել էր նրա վրա, ինչպես թաց հագուստը։ Երբ նրա հերթափոխն ավարտվեց, նա դուրս եկավ գտավ Արմենին, որը սպասում էր նույն անկյունում, որտեղ նա իրեն ուղեկցել էր անձրի տակ։ Այս անգամ երկինքը պարզ էր, երեկոն հաճելի։ Նա այլ տեսք ուներ, ոչ այնքան վստահ, ավելի շատ անհանգիստ։ Անահիտ, ես շատ եմ ցավում, սրանք էին նրա առաջին բառերը։ Չէի պատկերացնում, որ մի պարզ բարություն կվերածվի այս ամենին։ Գիտեմ, պատասխանեց Անահիտը, խաչելով ձեռքերը։ Բայց վերածվեց։ Եվ հիմա ինձ սպառնում են աշխատանքս կորցնել միստի պատճառով։ Նրանք քեզ սպառնացել են, Արմենի ձայնը դարձավ ավելի կոշտ։ Սեփականատերը պարզ հասկացրեց, որ ես այլս չպետք է մոտենամ ձեզ։ Եվ որ եթե դուք շարունակեք գալ ռեստորան, ցանկանալով խոսել ինձ հետ, գուցե ես այլս չկարողանամ այնտեղ աշխատել։ Արմենը ձեռքը տարավ մազերի միջով, տեսանելիորեն զայրացած։ Սա անհեթեթություն է։ Դու ոչ մի սխալ բան չես արել։ Բայց ընկալումն է կարորը, Անահիտը դառնությամբ կրկնեց Սիրանուշի խոսքերը։ Եվ ընկալումն այն է, որ ես կապի մեջ եմ հարուստ հաճախորդի հետ, ինչը արատավորում է ռեստորանի իմիջը։ Նրանք մի պահ լռեցին։ Մեքենաներն անցնում էին, մարդիկ շտապում էին մայթերով, քաղաքը բաբախում էր նրանց շուրջ, անտարբեր նրանց խնդիրների նկատմամբ։ Ես դա կլուծեմ, վերջապես ասաց Արմենը։ Ոչ, վճռականորեն պատասխանեց Անահիտը։ Դուք ոչինչ չեք անի։ Դա միայն կվատթարացնի իրավիճակը։ Եթե դուք օգտագործեք ձեր իշխանությունը, ձեր փողը միջամտելու համար, դուք կհաստատեք հենց այն, ինչ նրանք ասում են։ Որ մեր միջ ինչ-որ բան կա։ Իսկ չկա։ Բառերը դուրս եկան ավելի կոշտ, քան նա մտադրվել էր, նա տեսավ, թե ինչպես ինչ-որ բան անցավ Արմենի աչքերով։ Վիրավորանք, գուցե։ Կամ հիասթափություն։ Դու ճիշտ ես, ցածրաձայն ասաց նա։ Բայց դա իրավիճակը պակաս անարդար չի դարձնում։ Կյանքն անարդար է, Անահիտը կրկնեց Սիրանուշի խոսքերը, ատեց այն դառը համը, որ դրանք թողեցին իր բերանում։
Մենք պարզապես պետք է սովորենք դրա հետ գործ ունենալ։ Այդ դեպքում ինչ ես ուզում, որ ես անեմ, հարցրեց Արմենը։ Ուզում ես, որ դադարեմ գալ ռեստորան։ Անահիտը վարանեց։ Նրա մի մասը ուզում էր ասել այո, որ ավելի լավ է նա այլս երբեք չհայտնվի, որ ավելի լավ է նորից անծանոթներ դառնան։ Բայց մյուս մասը, մի մաս, որը նա չէր ուզում խոստովանել, չէր ուզում, որ նա անհետանա։ Չէր ուզում կորցնել այդ զրույցները, այդ անսպասելի կապը, որը ձևավորվել էր երկու այդքան տարբեր աշխարհների մեջ։ Չգիտեմ, վերջապես խոստովանեց նա։ Միայն գիտեմ, որ ինձ պետք է իմ աշխատանքը։ Եվ որ չեմ կարող ռիսկի դիմել, կորցնելով այն։ Արմենը մի քայլ առաջ արեց, կրճատելով նրանց միջ հեռավորությունը։ Անահիտ, դու սրանից շատ ավելիին ես արժանի։ Արժանի ես վերադառնալ սովորելու, արժանի ես իրականացնել քո երազանքները, արժանի ես չանհանգստանալու անհիմն բամբասանքների կամ անարդար ղեկավարների համար։ Եվ ով է վճարելու իմ հաշիվները, մինչ ես հետապնդում եմ այդ երազանքները, հակադարձեց Անահիտը, հիասթափությունը վերջապես դուրս հորդելով։ Ով է հոգ տանելու Լոնի մասին։ Ով է ապահովելու, որ նա սնունդ ունենա սեղանին տանիք, գլխավերում։ Դուք։ Ձեր գեղեցիկ երազանքներն ու ոգեշնչող խոսքերը վարձավճար չեն վճարում, Արմեն։ Իր իսկ խոսքերի կոշտությունը զարմացրեց նրան, բայց նա դրանք հետ չվերցրեց։ Արմենը հետ քաշվեց, կարծես ապտակ ստացած լիներ։ Դու ճիշտ ես, ասաց նա երկար լռությունից հետո։ Ներիր։ Ես իրավունք չունեի խոսելու, կարծես թե դա պարզ է։ Կարծես թե դու կարող ես պարզապես թողնել ամեն ինչ վազել քո երազանքների հետից։ Ես գիտեմ, որ մարդկանց մեծամասնության համար դա այդպես չի աշխատում։ Ինձ մոտ այդպես ստացվեց, որովհետև ես բախտ հնարավորություն ունեցա։ Անահիտը խորը շունչ քաշեց, զգալով, թե ինչպես է զայրույթը մի փոքր մարում։ Գիտեմ, որ փորձում եք օգնել։ Եվ շնորհակալ եմ դրա համար, իսկապես։ Բայց որոշ բաներ ես պետք է ինքս լուծեմ։ Իսկ եթե դու ստիպված չլինեիր, մեղմ ասաց Արմենը։ Իսկ եթե լիներ մի միջոց, որ դու ունենայիր ֆինանսական անվտանգություն մի նույն ժամանակ կարողանայիր վերադառնալ սովորելու։ Առանց պարտավորությունների, առանց պարտքերի, առանց որը մեկը կարողանար ասել, որ դու ինձ ինչ-որ բան պարտք ես։ Անահիտը նրան նայեց կասկածանքով։ Ինչի՞ մասին եք խոսում։ Պարզապես թույլ տուր մտածեմ մի բանի մասին, խնդրեց նա։ Ինձ մի քանի օր տուր։ Եվ խոստանում եմ, որ ոչինչ չեմ անի առանց քեզ հետ խոսելու։ Անահիտն ուզում էր ասել ոչ։ Ուզում էր ասել, որ իրեն պետք չէ նրա բարեգործությունը, որ ինքը միայնակ կհասնի հաջողության, ինչպես միշտ է արել։ Բայց ճշմարտությունն այն էր, որ նա ուժասպառ էր։ Ուժասպառ, ամեն ինչ իր ուսերին կրելուց, ուժասպառ, ամեն ինչից հրաժարվելուց, ուժասպառ, անընդհատ ուժեղ լինելուց։ Այսպիսով, իր լավագույն դատողությանը հակառակ, նա գլխով արեց։ 3 օր, ասաց նա։ Դուք 3 օր ունեք ինձ ասելու, թե ինչ եք պլանավորում։ Եվ եթե դա մի բան է, որը ինձ դուր չի գա, պատասխանը ոչ է։ Արմենը համաձայնեց, օրեր անց առաջին անգամ մի փոքր ժպիտ ուրվագծվեց։ 3 օր։ Հասկանալի է։ Նրանք այնտեղ բաժանվեցին, յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։ Անահիտը ավտոբուսով վերադարձավ տուն, գլուխը պտտվում էր հակասական մտքերից։ Արմենը վերադարձավ իր պենթհաուս բնակարանը հյուսիսային պողոտայի մոտակայքում, բայց երկար ժամանակ անց առաջին անգամ շրջապատող շքեղությունը դատարկ անիմաստ էր թվում։ Այդ երեկո երկուսն էլ դժվարությամբ քնեցին։ Եվ երկուսն էլ, առանց իմանալու, պատրաստվում էին որոշումներ կայացնել, որոնք ընդմիշտ կփոխեին իրենց կյանքի ընթացքը։ Խոստացված 3 օրերը կարծես թե ձգձգվեցին, թռան միաժամանակ։ Անահիտը շարունակեց աշխատելը Արագաստ բիստրոյում, բայց միջավայրը լիովին փոխվել էր։ Սիրանուշը նրան հետում էր արծվի աչքերով, պատրաստ գտնելու ցանկացած սայթաքում, որը կարդարացներ աշխատանքից ազատումը։ Մյուս մատուցողուհիները տատանվում էին զուսպ աջակցության հաշվարկված հեռավորության մեջ, ոչ ոք չէր ուզում կապվել սկանդալի հետ։ Իսկ հաճախորդները ոմանք նրան նայում էին վատթար թաքցրած հետաքրքրասիրությամբ, կարծես նա կենդանաբանական այգու տեսարժան վայր լիներ։ Արմենն այդ 3 օրերի ընթացքում ռեստորանում չհայտնվեց, ինչը ինչ-որ չափով թեթացում հիասթափություն բերեց հավասար չափաբաժիններով Անահիտի համար։ Նա չէր խոստովանում, բայց սովորել էր նրա ներկայությանը, այն զրույցներին, որոնք կոտրում էին իր օրվա միապաղաղությունը։ Առանց նրա այնտեղ ամեն ինչ ավելի ծանր, ավելի մոխրագույն էր թվում։
Երրորդ օրվա առավոտյան էր, որ ամեն ինչ փլուզվեց։ Անահիտը կարգի էր բերում սեղանները ճաշի համար, երբ Սիրանուշը դուրս եկավ գրասենյակից մի արտահայտությամբ, որը կասկածի տեղիք չէր թողնում։ Ժամանակը հասել էր։ Անահիտ, կարող ես մի պահ այստեղ գալ, կանչեց նա, ձայնը պաշտոնապես քաղաքավարի, բայց սառույցի պես սառը։ Անահիտը ձեռքերը սրբեց գոգնոցով հետեց սեփականատիրոջը դեպի գրասենյակ։ Սիրտը արագ բաբախում էր, բերանը չորացել էր։ Նա ճանաչում էր այդ տեսարանը։ Նախկինում տեսել էր, թե ինչպես են գործընկերներին աշխատանքից ազատում։ Ճշգրիտ գիտեր, թե ինչպես է դա լինում։ Նստիր, խնդրում եմ, ասաց Սիրանուշը, բայց այս անգամ նրա կեցվածքում ինչ-որ բան այլ էր։ Նա կարծես նյարդային էր, անհանգիստ, ձեռքերը թմբկահարում էին սեղանին։ Անահիտը նստեց, մտովի պատրաստվելով հարվածին։ Անահիտ, դու օրինակելի աշխատակից ես։ Միշտ ես եղել, սկսեց Սիրանուշը, բայց տոնը նրանն էր, ով պատրաստվում է ասել մի մեծ բայց։ Քո աշխատանքն անթերի է, հաճախորդները քեզ սիրում են, երբեք բողոքներ չեն եղել։ Բայց ցավոք, այս ամբողջ իրավիճակով, որը կապված է քո պարոն Թավրոսյանի հետ, անհնար դարձավ քեզ թիմում պահելը։ Այսինքն ինձ աշխատանքից ազատում եք միստի պատճառով, ասաց Անահիտը, ձայնը զարմանալիորեն հանգիստ, չնայած իր ներսում բարձրացող փոթորկին։ Ես քեզ աշխատանքից ազատում եմ ռեստորանի իմիջը պաշտպանելու համար, ուղղեց Սիրանուշը։ Դու կստանաս բոլոր վերջնահաշվարկի գումարները, համաձայն օրենքի, գումարած մեկ լրացուցիչ ամսվա աշխատավարձ, որպես փոխհատուցում։ Բայց պետք է, որ դու քո իրերը հավաքես հենց այսօր։ Անահիտը մի պահ փակեց աչքերը։ Մտածեց Լոնի, մի քանի օրից վճարվելիք հաշիվների, ուշացած վարձավճարի, գրեթե դատարկ սառնարանի մասին։ Մտածեց բոլոր այն տարիների մասին, երբ քրտնաջան աշխատել էր, բոլոր այն նվաստացումների մասին, որոնք կուլ էր տվել ժպիտով, բոլոր այն անգամների մասին, երբ արժանապատվությունն ընտրել էր հպարտությունից։ Եվ հիմա նրան դուրս էին նետում մի բանի համար, որը նա նույնիսկ չէր արել։ Լավ, վերջապես ասաց նա, վեր կենալով։ Ես կվերցնեմ իմ իրերը։ Հենց այդ պահին գրասենյակի դուռը կտրուկ բացվեց։ Արմեն Թավրոսյանը ներս մտավ փոթորկի պես, արտահայտությունը լուրջ աչքերը հառած Սիրանուշին մի ինտենսիվությամբ, որը ստիպեց կնոջն ինքնաբերաբար հետ քաշվել իր աթոռին։ Պարոն Թավրոսյան, սկսեց Սիրանուշը, տեսանելիորեն զարմացած։ Դուք չեք կարող։ Պարզապես այսպես ներս մտնել։ Կարող եմ, պատասխանեց Արմենը մի ձայնով, որը հակաճառություն չէր հանդուրժում։ Հատկապես հաշվի առնելով, որ ես այս ռեստորանի այս խմբի 7 այլ հաստատությունների մեծամասնական ներդրողն եմ։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Անահիտը նայեց Արմենին, հետո Սիրանուշին, փորձելով մարսել այն, ինչ հենց նոր էր լսել։ Սիրանուշը գունատվել էր, բերանը բաց, շոկի մեջ։ Ինչ, կարողացավ մրմնջալ Սիրանուշը։ Ես 3 ամիս առաջ գնել եմ խմբի բաժնետոմսերի 45%-ը, բացատրեց Արմենը վերարգուի ներքին գրպանից հանելով մի քանի ծալված փաստաթուղթ։ Ես վետոյի իրավունք ունեմ բոլոր կարևոր վարչական որոշումների վրա, ներառյալ աշխատանքի ընդունումները, ազատումները։ Եվ ես վետո եմ դնում այս ազատման վրա։ Անահիտը զգաց, թե ինչպես ոտքերը թուլացան։ Նա հենվեց աթոռին, անկարող լիովին մարսելու, թե ինչ էր կատարվում։ Արմեն, դուք չեք կարող դա անել, ցածրաձայն ասաց նա։ Նա շրջվեց դեպի նրան, նրա աչքերում ինչ-որ բան կար, որ Անահիտը երբեք չէր տեսել։ Վճռականություն, խառնված մի քնքշության հետ, որը ստիպեց նրա սիրտը սեղմվել։ Կարող եմ կանեմ, մեղմ ասաց նա։ Որովհետև դու ոչ մի սխալ բան չես արել, արժանի չես պատժվելու անհիմն բամբասանքների համար։ Բայց պարոն Թավրոսյան, փորձեց փաստարկել Սիրանուշը, վերականգնելով ինքնատիրապետումը։ Ռեստորանի հեղինակությունը չի տուժի, ընդհատեց նրան Արմենը։ Որովհետև դուք ներքին հաղորդագրություն կտարածեք, պարզ հասկացնելով, որ աշխատակցուհի Անահիտ Մելիքյանը օրինակելի մասնագետ է, որ նրա վարքի մասին ցանկացած լուր լիովին անհիմն է։ Դուք նա կվերահաստատեք այս հաստատության հանձնառությունը իր բոլոր աշխատակիցների նկատմամբ հարգանքին արժանապատվությանը։ Եվ դուք դա կանեք հենց այսօր։ Սիրանուշը մի քանի անգամ բացեց-փակեց բերանը, ակնհայտորեն փաստարկներ փնտրելով, բայց չգտավ ոչ մեկը, որը կարողանար օգտագործել ընկերության գլխավոր ներդրողներից մեկի դեմ։ Շատ լավ, պարոն Թավրոսյան, վերջապես ասաց նա, ձայնը լի զսպված դժգոհությամբ։ Ինչպես
Կարող ենք խոսել։ Դրսում։ Անահիտը շոկի մեջ էր, բայց համաձայնեց։ Նրանք դուրս եկան գրասենյակից ռեստորանի ողջ անձնակազմի հետաքրքրասեր հայացքների ներքո։ Ոչ ոք լիովին չէր հասկանում, թե ինչ էր տեղի ունեցել, բայց բոլորը գիտեին, որ դա ինչ-որ մեծ բան էր։ Դրսում կեսօրվա արը ուժգին խփում էր կենտրոնի մայթերին։ Արմենը նրան ուղեկցեց մի քանի թաղամաս հեռու գտնվող փոքրիկ սրճարան, մի զուսպ վայր, որը քչերն էին ճանաչում։ Երկու սուրճ պատվիրեցին, նստեցին հետնամասի սեղանի մոտ, հեռու հետաքրքրասեր հայացքներից։ Դուք ռեստորանի ներդրող եք, ասաց Անահիտը, դեռ փորձելով մարսել։ Ինչու երբեք դա չեք նշել։ Որովհետև դա տեղին չէր, պատասխանեց Արմենը։ Ես տասնյակ բիզնեսներում եմ ներդրումներ անում։ Ռեստորաններ, հյուրանոցներ, անշարժ գույք։ Դա է, ինչ ես անում եմ։ Բայց ես չեմ նշում իմ յուրաքանչյուր ներդրումը յուրաքանչյուր մարդու, ում հանդիպում եմ։ Բայց դուք թույլ տվեցիք, որ ինձ աշխատանքից ազատեն, ասաց Անահիտը, նրա ձայնի մեջ մեղադրանք կար։ Դուք գիտեիք, որ ուժ ունեք կանխելու, ոչինչ չարեցիք։ Որովհետև ես չգիտեի, որ այսօր քեզ աշխատանքից կազատեն, բացատրեց Արմենը առաջ թեքվելով։ Դու ինձ 3 օր խնդրեցիր։ Ես այդ ժամանակն օգտագործում էի ավելի մեծ բան կազմակերպելու համար, մի բան, որը կարող էր իսկապես փոփոխություն մտցնել քո կյանքում։ Ոչ թե իմ իշխանությունը ռեստորանում իմպուլսիվ կերպով օգտագործելու համար։ Բայց երբ իմ օգնականն այսօր առավոտյան զանգեց, ասելով, որ լուրեր կան, թե քեզ կազատեն, ես թողեցի ամեն ինչ անմիջապես եկա։ Անահիտը խորը շունչ քաշեց, գոլորշիացող սուրճը մոռացված իր ձեռքերի մեջ։ Իսկ հիմա։ Հիմա ինչ է լինելու։ Հիմա, ասաց Արմենը, գրպանից հանելով մի ծրար, ես քեզ առաջարկ եմ անում։ Բայց նախքան դա, պետք է որ դու ինչ-որ բան հասկանաս։ Սա բարեգործություն չէ։ Սա քեզ գնելու կամ վերահսկելու միջոց չէ։ Սա հնարավորություն է։ Եվ դու ազատ ես հրաժարվելու։ Նա բացեց ծրարը, մի քանի թուղթ հանեց։ Անահիտը վերցրեց, սկսեց կարդալ։ Դա պաշտոնական նամակ էր Սթավրոսյան հիմնադրամից, Արմենի կողմից պահպանվող ոչ արտրային կազմակերպությունից, որը կրթաթոշակներ էր առաջարկում ցածր եկամուտ ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում էին վերսկսել կամ շարունակել իրենց կրթությունը։ Եվ այնտեղ, նոր կրթաթոշակառուների անունների մեջ, նրանն էր։ Անահիտ Մելիքյան։ Կրթաթոշակը ծածկում էր մասնավոր համալսարանի ուսման ամբողջական վարձը, ուսումնական նյութերը, տրանսպորտը դեռ առաջարկում էր ամսական ֆինանսական օգնություն, համարժեք 1.5 նվազագույն աշխատավարձի։ Այն ուժի մեջ էր մինչ 5 տարի, բավական ժամանակ բակալավրիատն ու ասպիրանտուրան ավարտելու համար։ Անահիտը նայեց թղթերին, հետո Արմենին, հետո նորից թղթերին։ Սա իրական է, հարցրեց նա, ձայնը խեղդված։ Լիովին իրական, հաստատեց Արմենը։ Դու ընտրվել ես 19 այլ թեկնածուների հետ միասին։ Ոչ թե իմ պատճառով, այլ որովհետև քո ռեզյումեն, քո պատմությունը, քո նվիրվածությունը կրթությանը, նախքան ստիպված լինելը թողնել ամեն ինչ, գնահատվել են հիմնադրամի թիմի կողմից համարվել օրինակելի։ Ես պարզապես ապահովեցի, որ քո անունը հասնի նրանց։ Մնացածը քո արժանիքն էր։ Ես չեմ կարող սա ընդունել, ասաց Անահիտը, բայց նրա ձայնը տատանվեց։ Որովհետև նա ուզում էր ընդունել։ Աստված իմ, ինչպես էր ուզում։ Դա այն ամենն էր, ինչի մասին երազել էր, նորից սովորելու, իր կյանքը վերսկսելու, ավելին լինելու հնարավորությունը, քան պարզապես սեղաններ սպասարկող մեկը։ Ինչու ոչ, քնքշորեն հարցրեց Արմենը։ Որովհետև Անահիտը պայքարում էր ճիշտ բառեր գտնելու համար։ Որովհետև կասեն, որ ընդունում եմ, քանի որ ինչ-որ հարաբերություն ունեմ ձեզ հետ։ Կասեն, որ դա հովանավորչություն է։ Որ արժանի չեմ եղել։ Իսկ քեզ հուզում է, թե ինչ կասեն, հարցրեց Արմենը։ Անահիտ, դու ամբողջ կյանքդ մտահոգվել ես, թե ուրիշներն ինչ են մտածում։ Թե ինչ են ակնկալում քեզանից։ Թե ինչն են համարում ճիշտ կամ սխալ։ Երբ ես դու ինչ-որ բան անելու պարզապես այն պատճառով, որ դա լավ է քեզ համար։ Բառերը Անահիտին խոցեցին որպես դիպուկ նետեր։ Նա զգաց, թե ինչպես աչքերը այրվեցին, կոկորդը սեղմվեց։ Նա ճիշտ էր։ Նա միշտ արել էր այն, ինչ ակնկալվում էր, ինչ անհրաժեշտ էր, ինչ ճիշտ էր ուրիշների համար։ Բայց երբեք ոչ մի անգամ չէր ընտրել ինչ-որ բան միայն իր համար։ Իսկ լոնը, հարցրեց նա։ Եթե ես վերադառնամ սովորելու, ինչպես եմ նրան պահելու։
Կրթաթոշակի ֆինանսական օգնությունը բավարար է հիմնականը ծածկելու համար, բացատրեց Արմենը։ Եվ դու կարող ես կես դրույքով աշխատել, եթե ցանկանաս կամ ավելիի կարիք ունենաս։ Բայց դու այլս պետք չէ ամեն ինչ միայնակ կրես, Անահիտ։ Այլս պետք չէ լիովին զոհաբերես քեզ։ Անահիտը նայեց իր ձեռքերի ծրարին։ Այնտեղ նրա ազատությունն էր, նրա ապագան, նրա երազանքները, տպագրված պաշտոնական թղթի վրա։ Այն ամենը, ինչ պետք էր անել, ձեռքը մեկնելն ու վերցնելն էր։ Ես պետք է մտածեմ, վերջապես ասաց նա։ Արմենը գլխով արեց։ Իհարկե։ Որքան ժամանակ պետք է, վերցրու։ Բայց նա վարանեց, հաջորդ շաբաթ հիմնադրամի միջոցառում կա։ Ընթրիք, որտեղ ներկայացնում ենք նոր կրթաթոշակառուներին։ Կարող կլիներ, որ դու այնտեղ լինեիր, անկախ նրանից, կընդունես կրթաթոշակը, թե ոչ։ Թիմի հետ ծանոթանալու, ավելի լավ հասկանալու, թե ինչպես է այն աշխատում, հարցեր տալու համար։ Անահիտը համաձայնեց, ծրարը դնելով պայուսակի մեջ։ Ես լրջորեն կմտածեմ։ Եվ շնորհակալ եմ, Արմեն։ Ամեն ինչի համար։ Նույնիսկ եթե չընդունեմ, շնորհակալ եմ, որ հավատացիք, որ ես դրան արժանի եմ։ Դու ավելի քան արժանի ես, ասաց նա համոզվածությամբ։ Եվ հուսով եմ, որ մի օր դու նույնպես կհավատաս դրան։ Նրանք ավարտեցին իրենց սուրճերը հարմարավետ լռության մեջ։ Երբ բաժանվում էին սրճարանի դռան մոտ, Արմենը թեթակի դիպավ նրա թին, մի պարզ, բայց իմաստալից ժեստ։ Հոգ տար քեզ, Անահիտ։ Եվ լավ մտածիր։ Սա քո թռչելու հնարավորությունն է։ Անահիտը վերադարձավ ռեստորան, ավարտեց իր հերթափոխը կիսատրանսային վիճակում։ Մյուս մատուցողուհիները նրան ռմբակոծեցին հարցերով, որոնց նա մշուշոտ պատասխանեց, ասելով միայն, որ թյուրիմացություն է եղել, որը լուծվել է։ Ծիրանուշը խուսափեց նրանից օրվա մնացած մասում, ակնհայտորեն անհարմար զգալով դժգոհ։ Երբ նա այդ երեկո տուն հասավ, Լոնը խոհանոցի սեղանին մաթեմատիկայի տնային աշխատանքն էր անում։ Նա բարձրացրեց աչքերը, երբ նա ներս մտավ, անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան այլ է։ Ինչ-որ բան է պատահել, քույրիկ, հարցրեց նա։ Անահիտը նստեց նրա կողքին, պատմեց ամեն ինչ։ Արմենի գրեթե իրականացված աշխատանքից ազատման, կրթաթոշակի, նորից սովորելու հնարավորության մասին։ Լոնը լուր լսում էր նրան, նրա շագանակագույն աչքերը, որոնք նույնական էին քրոջին, փայլում էին յուրաքանչյուր մանրամասնությունից։ Երբ նա ավարտեց, նա հարցրեց. Իսկ դու կընդունես։ Չգիտեմ, խոստովանեց Անահիտը։ Վախենում եմ։ Վախենում եմ, թե ինչ կմտածեն, վախենում եմ, որ սխալ ընտրություն եմ անում, վախենում եմ քեզ մենակ թողնել։ Լոնը վերցրեց նրա ձեռքը, ամուր սեղմեց։ Անահիտ, ես այլս երեխա չեմ։ 15 տարեկան եմ։ Կարող եմ օրվա մեջ մի քանի ժամ իմ մասին հոգ տանել, մինչ դու սովորում ես։ Եվ բացի այդ, նա ժպտաց, մաման միշտ ասում էր, որ դու ծնվել ես ուսուցչուհի լինելու համար։ Որ դու շնորհք ունես բառերի, լեզուների համար։ Թույլ մի տուր, որ վախը քեզ խանգարի լինել այն, ինչ դու պետք է լինես։ Անահիտը զգաց, թե ինչպես արցունքները վերջապես դուրս եկան։ Նա քաշեց եղբորը ամուր գրկի մեջ, զգալով, թե ինչպես է 2 տարվա պատասխանատվության բեռը սկսում թեթանալ, թեկուզ միայն մի փոքր։ Երբ դարձար այդքան իմաստուն, հարցրեց նա ծիծաղի արցունքների միջով։ Լավագույնից եմ սովորել, պատասխանեց Լոնը։ Այդ գիշեր Անահիտը շատ չքնեց։ Արթուն մնաց, վերանայելով բոլոր հնարավորությունները, բոլոր կողմ դեմ կողմերը, բոլոր վախերն ու հույսերը։ Եվ երբ արը սկսեց ծագել, Երանի երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով, նա արդեն կայացրել էր իր որոշումը։ Շաբաթն անցավ մշուշի մեջ։ Անահիտը շարունակեց աշխատել, բայց այժմ ավելի թեթ բեռով ու սերին։ Ծիրանուշը հեռավորություն էր պահում, ներքին հաղորդագրությունը տարածվել էր, ինչպես Արմենն էր հրամայել։ Բամբասանքները լիովին չէին դադարել, բայց կորցրել էին իրենց ուժը։ Կյանքը շարունակվում էր։ Եվ հետո եկավ հիմնադրամի միջոցառման երեկոն։ Անահիտը ժամեր անցկացրեց, ընտրելով, թե ինչ հագնել։ Նա պաշտոնական հագուստ չուներ, նրա կյանքը դա չէր պահանջում։ Ի վերջո ընկերուհուց պարտքով վերցրեց մի պարզ, բայց էլեգանտ զգեստ, մուգ կապույտ, որն ընդգծում էր նրա աչքերը։ Մազերը հավաքեց ավելի բարդ կոկոնի մեջ, քան սովորաբար, թեթ դիմահարտարում արեց, նայեց իրեն հայելու մեջ։ Գրեթե չճանաչեց իրեն։ Նա մատուցողուհու տեսք չուներ։
ուսանողուհու տեսք ուներ։ Մասնագետի։ Իրեն էր նման այն մարդուն, որը եղել էր, նախքան կյանքն այլ ծրագրեր կունենար։ Միջոցառումը հինգաստղանի հյուրանոցում էր, հյուսիսային պողոտայի մոտակայքում։ Անահիտը հասավ մետրոյով, կայարանի շարժասանդուղքներով բարձրանալիս, իրեն լիովին օտար զգաց։ Շուրջ բոլորը թանկարժեք հագուստ էին հագել, խոսում էին վստահ տոնով, քայլում էին այն մարդու վստահությամբ, ով պատկանում է այդ աշխարհին։ Նա գրեթե հանձնվեց հենց այնտեղ։ Բայց հետո հիշեց Լոնի խոսքերը. «Թույլ մի տուր, որ վախը քեզ խանգարի լինել այն, ինչ դու պետք է լինես»։ Խորը շունչ քաշեց մտավ հյուրանոց։ Միջոցառումների սրահը շլացուցիչ էր, բյուրեղյա ջահեր, ծաղկային կոմպոզիցիաներով զարդարված սեղաններ, մատուցողներ, որոնք շրջում էին նախուտեստների սկուտեղներով, շամպայնի բաժակներով։ Այնտեղ մոտ 100 մարդ կար, հիմնադրամի անդամներ, կրթաթոշակառուներ, հյուրեր։ Անահիտին դիմավորեց մի համակրելի համակարգող, որը նրան ներկայացրեց մյուս կրթաթոշակառուներին։ Նրանք իր պատմությանը նման պատմություններ ունեցող մարդիկ էին, մարդիկ, ովքեր պայքարել էին, ովքեր հրաժարվել էին, ովքեր արժանի էին երկրորդ հնարավորության։ Զրուցեց 43 տարեկան մի կնոջ հետ, որը պատրաստվում էր վերադառնալ բուժքույրական գործ սովորելու, 20 տարի հավաքարար աշխատելուց հետո։ 22 տարեկան մի երիտասարդի հետ, որը թողել էր դպրոցը, աշխատելու իր կրտսեր եղբայրներին ու քույրերին պահելու համար։ 50 տարեկան մի տիկնոջ հետ, որը վերջապես իրականացնելու էր մանկավարժության ֆակուլտետում սովորելու երազանքը։ Եվ հետո տեսավ Արմենին։ Նա սրահի մյուս կողմում էր, զրուցում էր ներդրողների հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամների հետ։ Հագել էր անթերի կոստյում, մազերը կատարյալ սանրված էին, բայց երբ նրա աչքերը հանդիպեցին Անահիտի աչքերին լիքը սրահի միջով, նա ժպտաց։ Մի անկեղծ ժպիտ, զուրկ ամբարտավանությունից, պարզապես անկեղծ ուրախություն նրան այնտեղ տեսնելու համար։ Նա ներողություն խնդրեց, խմբից քայլեց դեպի նրան։ Դու եկար, ասաց նա, նրա ձայնի մեջ թեթացում կար։ Եկա, հաստատեց Անահիտը։ Եվ ուզում եմ ընդունել կրթաթոշակը։ Արմենը մի պահ փակեց աչքերը, կարծես լուր շնորհակալություն հայտնելով։ Երբ նորից բացեց դրանք, նրանց մեջ այլ փայլ կար։ Դու չես զղջա, Անահիտ։ Խոստանում եմ։ Գիտեմ, ասաց նա։ Եվ այս անգամ, երկար ժամանակ անց առաջին անգամ, իսկապես հավատաց։ Րոպեներ անց հանդիսավարը խնդրեց բոլորի ուշադրությունը։ Ճառերի ժամանակն էր։ Հիմնադրամի նախագահը խոսեց կազմակերպության առաքելության, կրթության որպես սոցիալական փոխակերպման գործիքի կարողության մասին։ Տնօրենների խորհրդի այլ անդամներ կիսվեցին վիճակագրությամբ նախկին կրթաթոշակառուների հաջողության պատմություններով։ Եվ հետո Արմենի հերթն էր բեմ բարձրանալու։ Անահիտը հետում էր, թե ինչպես է նա քայլում դեպի խոսափողը, կեցվածքը, ուղիղ, արտահայտությունը, հանգիստ։ Երբ սկսեց խոսել, նրա ձայնը պարզ վստահ հնչեց սրահում։ Բարի երեկո բոլորին։ Պատիվ է այստեղ լինել, ներկայացնելով Թավրոսյան հիմնադրամի կրթաթոշակառուների նոր խումբը։ Ինչպես շատերդ գիտեք, ես այս հիմնադրամը ստեղծել եմ 5 տարի առաջ, ոգեշնչված իմ ծնողների հիշատակով, ներգաղթյալների, ովքեր Հայաստան են եկել առանց ոչնչի կյանք են կառուցել քրտնաջան աշխատանքի, կրթության միջոցով։ Բայց խոստովանում եմ, որ երկար ժամանակ ես կորցրել էի այն ամենի իրական իմաստը, ինչ նրանք ինձ սովորեցրել էին։ Նա դադար տվեց, հայացքը սահեց հանդիսատեսի վրայով, մինչ գտավ Անահիտին։ Ես դարձել էի մեկը, ով մարդկանց արժեքը չափում էր նրանց բանկային հաշիվների չափով, ով արամարանքով էր վերաբերվում նրանց, ում իրենից ցածր էր համարում, ով իր իշխանությունն օգտագործում էր ոչ թե օգնելու, այլ նվաստացնելու համար։ Ինչ-որ մեկը ինձ մի դաս տվեց, որը ես երբեք չեմ մոռանա։ Սրահում բացարձակ լռություն էր։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել, հասկանալով, թե ուր է տանում այդ ճառը։ Մի քանի շաբաթ առաջ ես հրապարակայնորեն նվաստացրի մի մատուցողուհու ռեստորանում։ Ես նրան մարտահրավեր նետեցի անելու մի բան, որի հարցում բացարձակապես վստահ էի, որ նա չի կարողանա, պարզապես նրա հաշվին զվարճանալու համար։ Եվ նա ոչ միայն ընդունեց մարտահրավերը, այլ ինձ արժանապատվության, կրթության հարգանքի դաս տվեց, որը ոչ մի դպրոց կամ համալսարան չէր կարող ինձ տալ։ Նա ինձ ցույց տվեց, որ գիտելիքն ու արժեքը ոչ մի կապ չունեն սոցիալական դիրքի կամ բանկային հաշվի հետ, եւ որ իսկական կրթությունը մարդկանց հարգանքով վերաբերվելու կարողության մեջ է, անկախ նրանից, թե ովքեր են նրանք։ Արմենը նորից ուղիղ նայեց Անահիտին։
Այդ մարդն այսօր այստեղ է։ Նա մեր կրթաթոշակառուներից է։ Եվ ես ուզում եմ օգտվել այս հնարավորությունից հրապարակայնորեն ասելու մի բան, որը պետք է վաղուց ասեի։ Շնորհակալ եմ, Անահիտ։ Ինձ հիշեցնելու համար, թե ինչն է իսկապես կարևոր։ Եվ մեզ պատիվ տալու համար, աջակցելու քո վերադարձին ուսմանը։ Արցունքներն այժմ ազատ հոսում էին Անահիտի դեմքով։ Նրա շուրջը մարդիկ նայում էին հետաքրքրությամբ հարգանքով։ Ինչ-որ մեկը սկսեց ծափահարել, շուտով ամբողջ սրահը ոտքի կանգնեց, ծափահարելով։ Ոչ միայն Անահիտի, այլ բոլոր կրթաթոշակառուների, բոլոր երկրորդ հնարավորությունների, այնտեղ ներկայացված բոլոր հաղթահարման պատմությունների համար։ Ճառից հետո Անահիտին կանչեցին բեմ մյուս կրթաթոշակառուների հետ միասին պաշտոնական լուսանկարի համար։ Երբ նա կանգնեց Արմենի կողքին լուսանկարվելու համար, նա շշնջաց միայն նրա համար, որ լսի. «Դու ես ոգեշնչել այս ամենը։ Նրանք բոլորն այստեղ են, որովհետև դու ինձ ստիպեցիր ցանկանալ ավելի լավ մարդ լինել»։ Դու միշտ ունեցել ես դա քո ներսում, ցածրաձայն պատասխանեց Անահիտը։ Պարզապես պետք էր թույլ տայիր ինքդ քեզ գտնել այն։ Երեկոն շարունակվեց զրույցներով, կապեր հաստատելով տոնակատարությամբ։ Անահիտը ծանոթացավ գործընկեր համալսարանների դասախոսների հետ, զրուցեց նախկին կրթաթոշակառուների հետ իրենց փորձի մասին, սկսեց պլանավորել իր վերադարձն ուսմանը։ Ամեն ինչ երազի էր նման, բայց իրական էր։ Դա իսկապես տեղի էր ունենում։ Երբ միջոցառումն ավարտվեց, մարդիկ սկսեցին հեռանալ, Անահիտը գտավ Արմենին հյուրանոցի դրսում։ Երեկոն հաճելի էր, հյուսիսային պողոտայի շարժումը միշտ ինտենսիվ էր նույնիսկ ուշ գիշերին։ Նրանք մի պահ այնտեղ կանգնեցին, պարզապես դիտելով քաղաքը։ Հիմնադրամի միջոցառմանը հաջորդած 3 ամիսները Անահիտի համար խորը փոխակերպման շրջան էին։ Նա նորից ընդունվել էր ԵՊ, վերսկսելով իր ուսումը բանասիրության ֆակուլտետում, թարգմանության մասնագիտացմամբ։ Առաջին շաբաթները դժվար էին, 2 տարվա բացակայությունից հետո նորից համալսարանական նստարաններին նստելը պահանջում էր վերահարմարվելու ջանք, որը նա լիովին չէր կանխատեսել։ Բայց յուրաքանչյուր դաս, յուրաքանչյուր գիրք, յուրաքանչյուր ակադեմիական աշխատանք նրան ստիպում էր ավելի կենդանի, ավելի ինքն իրեն զգալ։ Լոնը լավ էր հարմարվում նոր առօրյային։ Անահիտը կարողացել էր կրճատել իր աշխատանքային ժամերը Արագաստ բիստրոյում հասցնելով կես դրույքի, աշխատելով միայն հանգստյան օրերին, ինչը թույլ էր տալիս նրան շաբաթվա ընթացքում կենտրոնանալ ուսման վրա դեռ պահպանել լրացուցիչ եկամուտ, բացի կրթաթոշակից։ Սիրանուշը, թե նրա հետ պահպանում էր սառը մասնագիտական հարաբերություններ, չէր կարող շղթել, որ Անահիտը շարունակում էր անթերի աշխատակից մնալ։ Կյանքը, վերջապես, նորից սկսում էր իմաստ ստանալ։ Արմենն իր հերթին նույնպես փոփոխությունների միջով էր անցնում։ Հիմնադրամի այդ ճառից հետո նրա ներսում ինչ-որ բան վերջնականապես կոտրվել էր։ Կարծես, հրապարակայնորեն խոստովանելով իր սխալները, նա ազատվել էր մի բանտից, որն ինքն էր կառուցել տարիների ընթացքում։ Ամբարտավանության, անընդհատ գերազանցություն ապացուցելու անհրաժեշտության, խոցելիության քողարկված վախի բանտից։ Նա սկսեց հաճախել հիմնադրամի հանդիպումներին ոչ միայն որպես հովանավոր, այլ որպես ակտիվ մասնակից։ Զրուցում էր կրթաթոշակառուների հետ, լսում նրանց պատմությունները, սովորում նրանց պայքարից ձեռքբերումներից։ Սկսեց վերագնահատել իր մյուս բիզները, ներդնելով ավելի արդար քաղաքականություն աշխատակիցների համար, բարձրացնելով աշխատավարձերը, բարելավելով աշխատանքային պայմանները։ Ոչ թե պարտավորությունից կամ մարքեթինգից ելնելով, այլ որովհետև այժմ անկեղծորեն հասկանում էր, որ մարդիկ աղյուսակների թվեր չեն։ Նրա նախկին գործընկերները կորպորատիվ աշխարհից նկատեցին փոփոխությունը, արձագանքեցին զարմանքի թերահավատության խառնուրդով։ Ոմանք նրան ավելի շատ էին հարգում, մյուսները նրան թույլ էին համարում։ Արմենը հայտնաբերեց, որ այլևս չի մտահոգվում այդ կարծիքներով։ Նա գտել էր հաստատումից ավելի արժեքավոր բան՝ ներքին խաղաղություն։ Անահիտն ու Արմենը երբեմն հանդիպում էին։ Այլևս ոչ ռեստորանում, այլ հիմնադրամի միջոցառումներին, համալսարանի դասախոսություններին, որտեղ նրան երբեմն հրավիրում էին խոսելու ձեռներեցության մասին, զուսպ սրճարաններում, որտեղ զրուցում էին գրքերի, կյանքի, այն ուղիների մասին, որոնցով յուրաքանչյուրը գնում էր։ Նրանց միջ կապը մնում էր ամուր, բայց կար մի լուր փոխըմբռնում, որ այն չէր վերածվի սիրավեպի։ Ոչ թե այն պատճառով, որ չկար գրավչություն կամ փոխադարձ ջերմություն, այլ որովհետև երկուսն էլ հասկանում էին, որ այն, ինչ իրենք ունեին, ավելի հազվագյուտ, գուցե ավելի արժեքավոր էր, քան ռոմանտիկ սերը։ Դա խորը հարգանք էր, անկեղծ հիացմունք, երախտագիտություն, միմյանց կյանքում փոփոխության գործիք լինելու համար։
Դա սիրավեպի վերածելը ինչ-որ չափով կնվազեցներ նրանց կառուցածի նշանակությունը։ Մի շաբաթ օրվա կեսօրին էր, գրեթե 6 ամիս անց այն առաջին հանդիպումից Արագաստ բիստրոյում, որ նրանք հանդիպեցին հաղթանակի զբոսայգում։ Անահիտն առավոտն անցկացրել էր համալսարանի գրադարանում սովորելով որոշել էր զբոսնել նախքան տուն գնալը։ Արմենը վազում էր զբոսայգում մի բան, որը սկսել էր անել որպես մտքերը պարզելու միջոց։ Հանդիպումը պատահական էր, բայց երկուսն էլ այն ընդունեցին որպես նվեր։ Նստեցին լճի մոտ գտնվող նստարանին, դիտելով անցնող մարդկանց։ Ընտանիքներ երեխաների հետ, ձեռք ձեռքի տված զույգեր, բադերին կերակրող տարեցներ, սքեյթբորդների վրա դեռահասներ։ Կյանքն իր ողջ բազմազանությամբ, պարզ գեղեցկությամբ։ Ինչպե՞ս են դասերդ, հարցրեց Արմենը, անկեղծորեն հետաքրքրված։ Լարված, պատասխանեց Անահիտը ժպիտով։ Բայց հրաշալի։ Ես ժամանակակից ճապոնական գրականության դասընթաց եմ անցնում, որն ինձ հիացնում է։ Եվ սկսել եմ անգլերենի ու իսպաներենի մասնավոր դասեր տալ, եկամուտս լրացնելու համար։ Արդեն 3 աշակերտ ունեմ։ Դա անհավանական է, Անահիտ, ասաց Արմենը, նրա ձայնի մեջ անկեղծ հպարտություն կար։ Դու կառուցում ես հենց այն կյանքը, որը միշտ ցանկացել ես։ Փորձում եմ, համաձայնեց նա։ Իսկ դուք, ինչպե՞ս են գործերը։ Լսել եմ, որ դուք զգալի փոփոխություններ եք արել ձեր որոշ ընկերություններում։ Արմենը ցածրաձայն ծիծաղեց։ Ճիշտ ես լսել։ Ես մարդկային ռեսուրսների նոր քաղաքականություն եմ ներդրել իմ բոլոր ընկերություններում։ Ավելի արդար աշխատավարձեր, ավելի լավ արտոնություններ, վերապատրաստման ծրագրեր։ Որոշ ներդրողներ կասկածի տակ դրեցին, թե արդյոք դա կայուն է ֆինանսական տեսանկյունից։ Իսկ կայուն է, հարցրեց Անահիտը։ Զարմանալիորեն, այո, պատասխանեց Արմենը։ Արտադրողականությունը բարձրացել է, աշխատակիցների հոսունությունը կտրուկ նվազել է, թիմերի բարոյական ոգին երբեք այսքան բարձր չի եղել։ Ես հայտնաբերեցի, որ մարդկանց արժանապատվությամբ վերաբերվելը ոչ միայն ճիշտ բան է, այլ լավ է բիզնեսի համար։ Ով կմտածեր։ Նրանք միասին ծիծաղեցին մի թեթ հարմարավետ ծիծաղ, որը բնորոշ է իրար լավ ճանաչող մարդկանց։ Նրանց կողքով անցավ մի զույգ, մանկասայլակ հրելով, Արմենը դիտեց մտախոհ արտահայտությամբ։ Գիտես, ասաց նա մի պահ հետո, վերջերս շատ եմ մտածում ժառանգության մասին։ Այն մասին, թե ինչ եմ թողնելու ինձանից հետո, երբ հեռանամ։ Եվ հասկացա, որ չեմ ուզում, որ ինձ հիշեն միայն որպես շենքեր կառուցած կամ կարողություն դիզած մարդ։ Ուզում եմ, որ ինձ հիշեն որպես մեկի, ով փոփոխություն է մտցրել մարդկանց կյանքում։ Որպես մեկի, ով սովորել է, թեկուզ ուշացումով, թե ինչն է իսկապես կարևոր։ Դուք արդեն դա անում եք, մեղմ ասաց Անահիտը։ Տեսեք, թե քանի կյանք եք փոխում հիմնադրամի միջոցով։ Տեսեք, թե ինչպես են ձեր ընկերություններն ավելի լավը, ավելի մարդկային դարձել։ Դուք կառուցում եք մի ժառանգություն, որը շատ ավելին է, քան բետոնն ու փողը։ Արմենը նրան նայեց մի քնքշությամբ, որը ստիպեց Անահիտի սիրտը մի փոքր սեղմվել։ Ամեն ինչ սկսվեց քեզանից։ Այն երեկոյից ռեստորանում։ Դու կարող էիր պարզապես լուր ինձ սպասարկել, կուլ տալ նվաստացումը առաջ շարժվել։ Բայց դու ընտրեցիր արժանապատվությունը։ Ընտրեցիր պաշտպանվել։ Եվ դրանով ինձ ցույց տվեցիր մի հայելի, որից ես տարիներ շարունակ խուսափում էի նայել։ Ես պարզապես արեցի այն, ինչ կարծում էի, որ պետք է անեմ, պատասխանեց Անահիտը։ Ոչ մի առանձնահատուկ բան չէր։ Ամեն ինչով առանձնահատուկ էր, ուղղեց Արմենը։ Որովհետև մարդկանց մեծամասնությունը այդ խիզախությունը չէր ունենա։ Մեծամասնությունը կլռեր, կհամակերպվեր, կներկնայնացներ, որ ինչ-որ կերպ արժանի է այդպիսի վերաբերմունքի։ Բայց դու, ոչ։ Եվ դա փոխեց ամեն ինչ։ Անահիտը նայեց լճին, դիտելով արի արտացոլանքները ջրի վրա։ Գիտեք, ինչ սովորեցի այս ամենից, մտածկոտ ասաց նա։ Սովորեցի, որ երբեմն մենք օգնության կարիք ունենք։ Եվ որ օգնություն ընդունելը թուլություն չէ։ Ես այնքան երկար ժամանակ փորձում էի միայնակ ուժեղ լինել, ամեն ինչ իմ ուսերին կրել, ապացուցել, որ կարող եմ, որ մոռացել էի, որ մենք ստեղծված չենք այդպես ապրելու համար։ Մենք ստեղծված ենք համայնք լինելու, իրար աջակցելու, միասին աճելու համար։ Դա մի դաս է, որը ես նույնպես սովորում եմ, խոստովանեց Արմենը։ Ես ամբողջ կյանքս հավատացել եմ, որ օգնություն խնդրելը կամ սխալը խոստովանելը թուլության նշան է։ Բայց հայտնաբերեցի, որ հակառակն է ճիշտ։
Շատ ավելի շատ խիզախություն է պահանջվում սխալները խոստովանելու համար, քան կատարելություն ծածնելու։ Նրանք մի որոշ ժամանակ լուռ մնացին, պարզապես վայելելով միմյանց ընկերակցությունը խաղաղության պահը։ Թեթ զեփյուռ էր փչում, բերելով ծառերի նոր հնձված խոտի բույրը։ Անահիտ, վերջապես ասաց Արմենը, խախտելով լռությունը։ Ես ուզում էի նորից շնորհակալություն հայտնել քեզ։ Ոչ միայն այն երեկոյի, այլ ամեն ինչի համար։ Կրթաթոշակն ընդունելու, ինձ լավ բան անելու հնարավորություն տալու, իմ անցյալի համար ինձ չդատելու, այլ ինձ աճելու տեղ տալու համար։ Դու ինձ տվեցիր մի բան, որը չգիտեի, թե ինձ պետք է քավության հնարավորություն։ Անահիտը շրջվեց դեպի նրան, աչքերը փայլում էին։ Դուք նույն բանն արեցիք ինձ համար։ Ինձ հնարավորություն տվեցիք նորից երազելու, լինելու ավելին, քան հանգամանքները փորձում էին ինձ դարձնել։ Ինձ հիշեցրիք, որ ես արժեք ունեմ իմ աշխատանքից կամ ֆինանսական վիճակից անդին։ Այնպես որ, շնորհակալ եմ նա ձեզ։ Արմենը մեկնեց ձեռքը, Անահիտը վերցրեց այն։ Դա ռոմանտիկ ժեստ չէր, դա ինչ-որ ավելի խորը բան էր։ Դա ճանաչում էր երախտագիտություն, երկու մարդկանց տոնակատարություն, ովքեր հանդիպել էին ճիշտ պահին, սովորելու այն դասերը, որոնք պետք է սովորեին։ Որ ես գնալու սրանից հետո, հարցրեց Արմենը։ Որոնք են քո ծրագրերն ապագայի համար։ Անահիտը ժպտաց, աչքերը հառած հորիզոնին։ Ես կավարտեմ մագիստրատուրան։ Հետո ուզում եմ ասպիրանտուրա անել։ Ուզում եմ հետազոտել գրական թարգմանությունը, թե ինչպես լեզուն կարող է կամուրջներ կառուցել մշակույթների մեջ։ Եվ մի օր ուզում եմ համալսարանի դասախոս լինել։ Ուզում եմ այլ երիտասարդների սովորեցնել բառերի ուժի, այն մասին, թե ինչպես հաղորդակցությունը կարող է փոխակերպել աշխարհը։ Դու հիանալի դասախոս կլինես, ասաց Արմենը համոզվածությամբ։ Եվ ես առաջին շարքում կլինեմ, երբ դու պաշտպանես քո դոկտորական թեզը։ Անահիտը ծիծաղեց։ Դա խոստում է։ Իսկ դուք։ Որոնք են ձեր ծրագրերը։ Շարունակել աճել, պատասխանեց Արմենը։ Որպես մարդ, որպես գործարար, որպես մեկը, ով փորձում է աշխարհը մի փոքր ավելի լավը թողնել, քան գտել է։ Ուզում եմ ընդլայնել հիմնադրամը, հասնել ավելի շատ մարդկանց, ստեղծել ավելի շատ հնարավորություններ։ Եվ ով գիտի, նա ժպտաց, մի օր գիրք գրել այն ամենի մասին, ինչ սովորել եմ։ Այն մասին, թե ինչպես է հնարավոր փոխվել, նույնիսկ երբ թվում է, թե շատ ուշ է։ Երբեք ուշ չէ, մեղմ ասաց Անահիտը։ Դուք դրա կենթանի ապացույցն եք։ Արը սկսում էր մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն, վարդագույն մանուշակագույն երանգներով։ Զբոսայգին էլ ավելի գեղեցիկ էր այդ մայրամուտի մեղմ լույսի ներքո։ Անահիտը նայեց ժամացույցին, հասկացավ, որ պետք է գնա։ Լոնը տանը սպասում կլիներ, հավանաբար սոված դպրոցական օրվա մասին պատմություններով լի։ Ես պետք է գնամ, ասաց նա, վեր կենալով նստարանից։ Արմենը նույնպես վեր կացավ։ Իհարկե։ Շնորհակալ եմ զրույցի համար, Անահիտ։ Միշտ լավ է անդրադառնում ինձ վրա քեզ հետ խոսելը։ Ինձ վրա նույնպես, անկեղծորեն պատասխանեց նա։ Նրանք գրկախառնվեցին մի երկար ամուր գրկախառնություն, որն ավելին էր ասում, քան բառերը կարող էին արտահայտել։ Երբ բաժանվեցին, երկուսի աչքերում էլ արցունքներ կային, բայց դրանք լավ արցունքներ էին։ Երախտագիտության, աճի, ոչ վերջնական, բայց խորհրդանշական հրաժեշտի արցունքներ։ Որովհետև երկուսն էլ գիտեին, որ իրենց կյանքերն այժմ տարբեր ուղիներով էին ընթանում։ Անահիտը դեպի ակադեմիական աշխարհ, իր հետաձգված երազանքների իրականացում։ Արմենը դեպի իր ավելի լավ տարբերակը, դեպի ավելի շատ նպատակ, ավելի քիչ էգո ունեցող կյանք։ Նրանց ճանապարհները այսուհետ նույն հաճախականությամբ չէին խաչվի, բայց այն ազդեցությունը, որ նրանք ունեցել էին միմյանց կյանքի վրա, ընդմիշտ կմնար։ Հոգ տար քեզ, Անահիտ, ասաց Արմենը։ Դուք նույնպես, Արմեն, պատասխանեց նա։ Եվ շնորհակալ եմ։ Ամեն ինչի համար։ Նրանք այնտեղ բաժանվեցին, յուրաքանչյուրը գնաց զբոսայգու տարբեր ուղղությամբ։ Անահիտը հետ չնայեց, բայց գիտեր, որ Արմենը մի քանի րոպե այնտեղ մնաց, դիտելով նրա հեռանալը։ Դա անհրաժեշտ էր։ Դա ճիշտ էր։ Դա միակ ձն էր, իսկապես հարգելու այն, ինչ նրանք միասին կառուցել էին։ Հաջորդած ամիսներին, տարիներին երկուսն էլ բարգավաճեցին։ Անահիտը գերազանցությամբ ավարտեց մագիստրատուրան, նրա թեզը ժամանակակից ճապոնական գրականության թարգմանության մասին գովասանքի արժանացավ հանձնաժողովի կողմից հետագայում հրատարակվեց։
Նա պաշտոն ստացավ որպես դասախոս հենց ԵՊՀ-ում, իրականացնելով այն երազանքը, որը փայփայել էր այդքան երկար։ Լոնն ավարտեց ավագ դպրոցը, ընդունվեց ճարտարագիտական ֆակուլտետ, հպարտ իր քրոջով, որը երբեք չհանձնվեց նրա համար։ Արմենն ընդլայնեց հիմնադրամը, ստեղծելով նոր կրթաթոշակային ծրագրեր, նույնիսկ անվճար տեխնիկական դպրոց Երանի ծայրամասի անապահով համայնքներից մեկում։ Նրա ընկերությունները դարձան արդար կայուն աշխատանքային պրակտիկաների չափանիշ։ Նա երբեք չամուսնացավ, երբեք չգտավ մեկին, ով ռոմանտիկորեն կլրացներ իրեն, բայց հայտնաբերեց, որ դրա կարիքը չունի երջանիկ լինելու համար։ Նա նպատակ գտավ, դա բավարար էր։ Ժամանակ առ ժամանակ նրանք բախվում էին միջոցառումներին, դասախոսություններին, քաղաքում պատահական հանդիպումներին։ Միշտ կանգ էին առնում զրուցելու, իմանալու, թե ինչպես է մյուսը, կիսվելու ձեռքբերումներով, մարտահրավերներով։ Եվ միշտ բաժանվում էին ժպիտով, այն համոզմունքով, որ, չնայած առանձին կյանքերով ապրելուն, իրենց ճանապարհորդություններում կրում էին միմյանց մի մասնիկը։ Անահիտի Արմենի պատմությունը սիրո պատմություն չէր ավանդական իմաստով։ Չկային կրքոտ համբույրներ, ռոմանտիկ հայտարարություններ կամ հեքիաթային ավարտներ։ Բայց դա սիրո պատմություն էր իր ամենալայն խորը իմաստով։ Սեր դեպի մերձավորը, սեր դեպի սեփական անձը, սեր դեպի փոփոխության աճի հնարավորությունը։ Դա երկու մարդկանց պատմություն էր, ովքեր հանդիպեցին ճիշտ պահին, երբ երկուսն էլ կարիք ունեին մի բանի, որը միայն մյուսը կարող էր առաջարկել։ Արմենին պետք էր մի հայելի, որն արտացոլեր նրա բարոյական թերությունը, մեկը, ով չէր խոնարհվի նրա իշխանության առաջ։ Անահիտին պետք էր հնարավորություն, մեկը, ով կտեսներ նրա արժեքը, երբ նա ինքն էր սկսում կասկածել դրանում։ Եվ միասին, թեկուզ կարճ ժամանակով, նրանք կարողացան ցավը վերածել ուսուցման, նվաստացումը, արժանապատվության, հուսահատությունը, հույսի։ Տարիներ անց, երբ Անահիտն իր գրասենյակում էր համալսարանում, դասեր պատրաստելով իր ուսանողների համար, նա նայում էր պատին կախված դոկտորական դիպլոմին, հիշում այն երեկոն Արագաստ բիստրոյում։ Հիշում էր այն վախը, որ զգացել էր, ընդունելով այդ մարտահրավերը, այն խիզախությունը, որ պետք էր հավաքել ճապոներեն պատասխանելու համար, հաղթանակի զգացումը, խառնված տխրության հետ, երբ լռությունը տիրեց սրահում։ Եվ մտածում էր, թե ինչպես միակ պահը կարող է փոխել մի ամբողջ կյանքի ընթացքը։ Թե ինչպես պաշտպանվելու, նվաստացում չընդունելու, արժանապատվությունը պահպանելու ընտրությունը, նույնիսկ երբ ավելի հեշտ կլիներ լռել, կարող է բացել դռներ, որոնք թվում էին ընդմիշտ փակված։ Արմենը իր կառուցած շենքերից մեկի բարձունքում գտնվող իր գրասենյակում, պատուհանից նայում էր քաղաքին, մտածում այն մատուցողուհու մասին, որը նրան սովորեցրեց իր կյանքի ամենաարժեքավոր դասը։ Որ փողն ու իշխանությունը արժեք չեն սահմանում։ Որ հարգանքը չի գնվում, այն նվաճվում է։ Որ երբեք ուշ չէ փոխվելու, ավելի լավը լինելու, տարբերություն ստեղծելու, ընտրություն կատարելու համար։ Եվ երկուսն էլ իրենց համապատասխան տարածքներում կրում էին այն համոզմունքը, որ այդ անհավանական հանդիպումը երկու այդքան տարբեր աշխարհների միջ պատահականություն չէր։ Դա հենց այն էր, ինչ երկուսին էլ պետք էր, երբ պետք էր։ Որովհետև երբեմն կյանքը մեզ դնում է այնպիսի մարդկանց ճանապարհին, ովքեր եկել են ոչ թե մնալու, այլ մեզ սովորեցնելու։ Մեզ ցույց տալու հայելիներ, որոնք մենք պետք է տեսնեինք։ Մեզ մղելու այն ուղղությամբ, որով միշտ պետք է գնացած լինեինք։ Եվ Անահիտն ու Արմենը սովորեցին, որ իսկական փոխակերպումը չի սկսվում մեծ ժեստերից կամ արմատական փոփոխություններից։ Այն սկսվում է ինքդ քեզ ազնվորեն նայելու խիզախությունից։ Սխալները խոստովանելուց։ Օգնությունն ընդունելուց։ Ձեռք մեկնելուց, երբ դա հնարավոր է։ Իսկական փոփոխությունը լուռ է, աստիճանական, կառուցվում է աղյուս առ աղյուս, երեկվանից ավելի լավը լինելու ամենօրյա ընտրությունների միջոցով։ Մերձավորին այն արժանապատվությամբ վերաբերվելու, որը մենք կցանկանայինք ստանալ։ Մեր իշխանությունն օգտագործելու, ինչպիսին էլ այն լինի, ոչ թե ուրիշներին նվաստացնելու, այլ բարձրացնելու համար։ Եվ վերջում, ամբողջ դրամայից, բոլոր արդյունքներից, բոլոր վախերից ու հաղթանակներից հետո, այն, ինչ մնաց, պարզ էր խորը։ Երկու մարդ, որոնք ավելի լավը դարձան, ճանաչելով միմյանց։ Երկու կյանք, որոնք փոխեցին իրենց ընթացքը, որովհետև վճռորոշ պահին մեկը խիզախություն ունեցավ պաշտպանվելու, իսկ մյուսը խոնարհություն սովորելու։ Սա պատմություն չէ միլիարդատիրոջ մասին, որը փրկեց աղքատ մատուցողուհուն։ Սա երկու մարդկանց պատմություն է, որոնք փրկեցին միմյանց։ Անահիտը փրկեց Արմենին լիակատար հրեշ դառնալուց, իշխանության փողի հետում մարդկայնությունը լիովին կորցնելուց։ Արմենը փրկեց Անահիտին իր երազանքներից հրաժարվելուց, ավելի քիչով բավարարվելուց, քան նա արժանի էր։
Եվ երկուսն էլ փրկեցին իրենց, օրեցօր ընտրելով լինել այնպիսի մարդիկ, որոնք արժանի են այն հարգանքին, որը պահանջում էին ուրիշներից։ Ընտրելով աճել, փոխվել, զարգանալ։ Ընտրելով հավատալ, որ վաղը կարող է ավելի լավը լինել, քան այսօր, եթե մենք պատրաստ ենք անել անհրաժեշտ աշխատանքը, որպեսզի դա տեղի ունենա։ Կյանքը շարունակվեց երկուսի համար էլ։ Անահիտը հրատարակեց մի քանի գիրք, կրթեց տասնյակ ուսանողների, թարգմանեց ճապոնական գրականության կարևոր գործեր հայերեն։ Նա դարձավ իր ոլորտի առաջատար, պահանջված բանախոս, երիտասարդ հետազոտողների մենթոր։ Բայց դրանից ավելի կարևոր, նա դարձավ կենդանի օրինակ, որ անկախ նրանից, թե որտեղից ես գալիս կամ քանի անգամ է կյանքը քեզ գետին տապալում, միշտ հնարավոր է ոտքի կանգնել վերակառուցել։ Արմենը շարունակեց զբաղվել բիզնեսով, բայց լիովին փոխեց իր գործելաոճը։ Նա հայտնի դարձավ ոչ միայն որպես հաջողակ գործարար, այլ որպես անկեղծ բարերար, էթիկական գործարար, պրակտիկաների ջատագով։ Թավրոսյան հիմնադրամն արդեն փոխել էր հարյուրավոր մարդկանց կյանքեր, առաջարկելով ոչ միայն կրթաթոշակներ, այլ հույս հնարավորություն։ Եվ միշտ, երբ ինչ-որ մեկը հարցնում էր նրան, թե ինչն է իրեն դրդել փոխվելու, նա պատմում էր մի խիզախ մատուցողուհու պատմությունը, որը նրան սովորեցրեց, որ արժանապատվությունը չի վաճառվում, հարգանքը չի գնվում։ Պատմում էր այն երեկոյի մասին, երբ բացարձակապես վստահ էր, որ կհաղթի մարտահրավերը, ի վերջո պարտվեց ամենագեղեցիկ ձով։ Ոչ թե ուժով կամ իշխանությամբ, այլ իրավասությամբ, գիտելիքով, ամենից առաջ, արժանապատվությամբ։ Իսկ Անահիտը, երբ հարցնում էին, թե ինչպես է կարողացել հաղթահարել այդքան խոչընդոտներ իրականացնել իր երազանքները, խոսում էր օգնությունն ընդունելու կարողության մասին, երբ այն անկեղծորեն է առաջարկվում։ Այն մասին, թե ինչպես հպարտությունը չպետք է շփոթել ուժի հետ, որ աջակցության կարիք ունենալը խոստովանելը իմաստության նշան է, ոչ թե թուլության։ Բայց հիմնականում երկուսն էլ խոսում էին մարդ մնալուց երբեք չհրաժարվելու կարողության մասին։ Երբեք թույլ չտալու, որ հանգամանքները, դժվարությունները կամ նույնիսկ իշխանությունն ու փողը մեզ վերածեն մի բանի, որից պակաս կարող ենք լինել։ Միշտ ընտրելու բարությունը, հարգանքը, արժանապատվությունը, նույնիսկ երբ ավելի հեշտ կլիներ ընտրել հակառակ ուղին։ Որովհետև ի վերջո այն, ինչ սահմանում է, թե ով ենք մենք, ոչ թե այն է, թե որքան ունենք, ինչ իշխանություն ենք գործադրում կամ ինչ դիրք ենք զբաղեցնում։ Այլ այն, թե ինչպես ենք վերաբերվում նրանց, ովքեր ոչինչ չեն կարող մեզ առաջարկել փոխարենը։ Արդյոք պահպանում ենք մեր մարդկայնությունը, նույնիսկ երբ ոչ ոք չի նայում։ Արդյոք ընտրում ենք կամուրջներ կառուցել, թե պատեր, բարձրացնել, թե նվաստացնել, սիրել, թե ատել։ Եվ Անահիտն ու Արմենը ընտրեցին կառուցել։ Ընտրեցին բարձրացնել։ Ընտրեցին սիրել ոչ թե ռոմանտիկ իմաստով, այլ բառի ամենալայն իսկական իմաստով։ Սիրել իրենց այնքան, որ փոխվեն։ Սիրել մերձավորին այնքան, որ տարբերություն ստեղծեն։ Սիրել կյանքն այնքան, որ օգտվեն աճի յուրաքանչյուր հնարավորությունից, որն այն առաջարկում է։ Սա նրանց պատմությունն է։ Մի պատմություն, որը սկսվեց նվաստացումով, ավարտվեց քավությամբ։ Որը սկսվեց ցավով, ավարտվեց աճով։ Որը սկսվեց երկու անծանոթներով բոլորովին տարբեր աշխարհներից, ավարտվեց երկու ավելի լավ, ավելի իմաստուն, ավելի ամբողջական մարդկանցով։ Եվ եթե այս պատմության մեջ մի ուղերձ կա, այն պարզ է, բայց հզոր։ Երբեք ուշ չէ փոխվելու համար։ Երբեք շատ վաղ չէ պաշտպանվելու համար։ Միշտ արժե ընտրել արժանապատվությունը համակերպվելու փոխարեն։ Միշտ արժե հավատալ, որ մենք կարող ենք ավելի լավը լինել, քան երեկ էինք։ Որովհետև իսկական փոխակերպումը տեղի չի ունենում միակ հոյակապ պահին։ Այն տեղի է ունենում հազարավոր փոքր ամենօրյա ընտրությունների միջոցով։ Եվ մեզանից յուրաքանչյուրն ունի ուժ կատարելու այդ ընտրությունները, գրելու մեր սեփական փոփոխության աճի պատմությունը։ Անահիտի Արմենի պատմությունը միլիոնավորներից ընդամենը մեկն է։ Բայց այն իրական է, խորը հիշեցում է, որ մենք բոլորս ունենք կարողություն ազդելու կյանքերի վրա, տարբերություն ստեղծելու, աշխարհն ավելի լավը թողնելու, քան գտել ենք։ Պարզապես պետք է ընտրել դա անել։ Պարզապես պետք է խիզախություն ունենալ սկսելու։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Արմենի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվել եք փոխակերպման, արժանապատվության քավության այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք դա Անահիտի խիզախությունն էր մարտահրավերն ընդունելիս։ Արմենի փոխակերպումը։ Թե արժանապատվության հարգանքի դասը, որը թափանցում է ողջ պատմության մեջ։
Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, մեզ հիշեցնում այն ուժի մասին, որ մենք ունենք փոխվելու տարբերություն ստեղծելու համար։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմությամբ, որը կհուզի ձեր զգացմունքները, կստիպի ձեզ խորել կյանքի մասին։ Մինչ այդ, հիշեք, երբեք ուշ չէ լինելու սեփական անձի լավագույն տարբերակը։